Անձրոտ օրը մի աղջիկ մենակ մտնում է Երանի հյուսիսային պողոտայի շքեղ խանութներից մեկը գրավում է բոլորի ուշադրությունը։ Աշխատակցուհին փորձում է նրան դուրս վռնդել բոլորի աչքի առաջ, բայց մի անսպասելի բան է տեղի ունենում։ Մի պարզ ժեստը փոխում է պատմության ընթացքը, հուզում է ականատեսների սրտերը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Եվ այսպես, շարունակենք։ Անձրը թափվում էր Երանի վրա մի այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր ուզում է լվանալ ոչ միայն փողոցները, այլ այն անտեսանելի վերքերը, որ յուրաքանչյուր մարդ կրում էր իր մեջ։ Երանյան ձմռան այն երեկոներից էր, երբ երկինքն արագ մտնում է, մարդիկ հուսահատ վազում են, ապաստան փնտրելով, գլուխները պաշտպանելով պայուսակներով, թերթերով կամ ճանապարհին գտած ցանկացած բանով։ Երթևեկությունն ավելի քաոսային էր դառնում, մեքենաների ազդանշաններն անդադար հնչում էին, թվում էր, թե ամբողջ քաղաքը բնության կատաղության առաջ արտակարգ դրության մեջ է հայտնվել։ Կենտրոնի սրտում, մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում, վեր էր խոյանում մի էլեգանտ արթրի կենտրոն, որը հայտնի էր իր նրբաճաշակ ցուցափեղկերով, միջազգային դիզայներական խանութներով, չափազանց ընտրողական հաճախորդներով։ Այնտեղ, լուսավորված ցուցափեղկերի մարմարե հատակների միջ, որոնք լույսերն արտացոլում էին հայելիների պես, շրջում էին միայն բարձր գնողունակություն ունեցող մարդիկ, հաջողակ գործարարներ, բարձրաշխարհիկ տիկնայք օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնք պատրաստ էին հսկայական գումարներ ծախսել շքեղ հագուստի աքսեսուարների վրա։ Դա մի առանձին աշխարհ էր, բարգավաճման մի պղպջակ մի քաղաքի մեջ, որը նշանավորված էր այնքան խորը, որքան ցավալի սոցիալական հակադրություններով։ Այդ սպառման տաճարի ներսում տղամարդու էլեգանտություն խանութը երկրորդ հարկում արտոնյալ տեղ էր զբաղեցնում։ Մասնագիտանալով տղամարդկանց ամենաբարձր որակի հագուստի վաճառքի մեջ, բուտիկը ցուցադրում էր իտալական պատվերով կարված կոստյումներ, ֆրանսիական մետաքսե վերնաշապիկներ, հարյուրամյա պատմություն ունեցող բրենդների փողկապներ, կոշիկներ, որոնք ավելի թանկ արժեին, քան շատ մարդիկ վաստակում էին մի ամբողջ տարվա աշխատանքով։ Պատերը երեսպատված էին մոխրագույնի ոսկեգույնի երանգներով, ռազմավարականորեն տեղադրված հայելիները բազմապատկում էին ընդարձակության նրբագեղության զգացողությունը, ազնվական փայտի նուրբ բույրը ներծծված էր օթորակիչի մեջ, որը մշտապես պահպանում մեր հաճելի ջերմաստիճան։ Այդ անձրոտ երեկոյան Նարինե Մանուկյանը, խանութի գլխավոր վաճառողուհին, մանրակրկիտ դասավորում էր առավոտյան ստացված վերնաշապիկների նոր հավաքածուն։ Իր 42 տարեկանում, անթերի սանրվածքով պրոֆեսիոնալ ժպիտով, որը նա պահում էր միայն փող ունեցող թվացող հաճախորդների համար, Նարինեն հայտնի էր իր արդյունավետությամբ, բայց նա իր սառնությամբ։ Նրա համար այդ խանութում աշխատելը ավելին էր, քան պարզապես աշխատանք, դա կարգավիճակի խորհրդանիշ էր։ Նրան դուր էր գալիս, որ կարող էր ասել, թե սպասարկում է գործարարների, քաղաքական գործիչների, հայտնի ֆուտբոլիստների, նույնիսկ հեռուստատեսային որոշ արտիստների։ Նրա փիլիսոփայությունը պարզ էր՝ լավ վերաբերվել նրան, ով արժանի է, անտեսել նրան, ով չի համապատասխանում չափանիշներին։ Հենց այդ պահին ապակե դուռը թեթ ճռռոցով բացվեց, որին ուղեկցում էր հատակին թափվող ջրի կաթիլների ձայնը։ Նարինեն ինքնաբերաբար բարձրացրեց հայացքը, պատրաստ ընդունելու հերթական հարուստ հաճախորդին, բայց այն, ինչ տեսավ, մի պահ ստիպեց նրան քարանալ։ Մի փոքրիկ աղջիկ, որը նգվեց տարեկանից ավել չէր լինի, գրեթե սայթաքելով ներս մտավ խանութ։ Նա ամբողջովին թրջված էր, շագանակագույն մազերը կպել էին գունատ դեմքին, կապույտ ու սպիտակ դպրոցական համազգեստն այնքան թաց էր, որ անդադար կաթում էր, փոքրիկ լճակներ առաջացնելով մարմարե հատակին, որն այդքան անթերի պահելու համար Նարինեն շատ էր հպարտանում։ Երեխան տեսանելիորեն դողում էր, ոչ միայն ցրտից, որ անկասկած զգում էր, այլ ավելի խորը մի բանից, մի տեսակ վախից ու շփոթությունից, որը կարծես արմատացած էր նրա յուրաքանչյուր տատանվող շարժման մեջ։ Նրա մեծ, մուգ աչքերը շուրջ բոլորը նայում էին շփոթության հուսահատության խառնուրդով, կարծես փնտրում էր մեկին, ով այդպես էլ չէր հայտնվում։ Մի ձեռքում նա բռնել էր վարդագույն մանկական ուսապարկ, որն այնքան էր կաթում, որքան իր հագուստը, իսկ մյուսում մի փոքրիկ թափանցիկ պլաստիկ տոպրակ, որը կարծես թե պարունակում էր որոշ անձնական իրեր։ Նարինեի արտահայտությունն ակնթարթորեն փոխվեց։ Պրոֆեսիոնալ ժպիտն անհետացավ, փոխարինվելով հազիվ քողարկված զայրույթի հայացքով։ Նա թողեց վերնաշապիկները, որոնք դասավոր ում էր վաճառասեղանին, արագ քայլեց դեպի աղջիկը, նրա կրունկները չոր ու իշխանական ձայն էին հանում հատակին դիպչելիս։ Խանութում գտնվող մյուս հաճախորդները սկսեցին նայել տեսարանի ուղղությամբ, ոմանք հետաքրքրությամբ, մյուսները ակնհայտ անհարմարությամբ։
Նարինեն կանգնեց երեխայից մի քանի քայլ հեռու, ձեռքերը խաչեց, ընդունելով մի դիրք, որը հստակ ցույց էր տալիս իր դժգոհությունը։ Նրա ձայնն ավելի բարձր հնչեց, քան անհրաժեշտ էր, լի անհամբերությամբ մի փոքր արամարանքով, որը նա նույնիսկ չփորձեց թաքցնել։ Նա ասաց, որ սա մանկապարտեզ չէ, որ առանց ուղեկցորդի երեխաները չեն կարող թափառել խանութում, որ նա կեղտոտում է ամեն ինչ, վախեցնում հաճախորդներին։ Հարցրեց, թե որտեղ են նրա ծնողները, ինչու է նա մենակ, պահանջեց, որ անմիջապես դուրս գա, մինչ արթրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներին կանչելը։ Աղջիկը չպատասխանեց։ Պարզապես շարունակում էր կանգնած մնալ այնտեղ, դողալով, աչքերն այժմ լցվում էին արցունքներով, որոնք խառնվում էին մազերից դեռս հոսող անձրի կաթիլներին։ Նա էլ ավելի ամուր սեղմեց պլաստիկ տոպրակը լցքին, կարծես դա անվտանգության միակ կտորն էր, որ մնացել էր իրեն աշխարհում։ Նրա բերանը թեթակի բացվեց, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ակնհայտ էր, որ նա շոկի մեջ էր, բոլորովին կորած, չափազանց վախեցած, արձագանքելու իր լսած կոշտ խոսքերին։ Նարինենս մեկ քայլ առաջ արեց, ձեռքը մեկնելով, կարծես պատրաստվում էր բռնել աղջկա թից ուժով դուրս հանել նրան։ Հենց այդ պահին մի տղամարդու ձայն հնչեց տարածքում, խանութի ամենաաննկատ անկյուններից մեկից։ Ձայնը հանգիստ էր, բայց դրա մեջ կար անսասան վճռականություն, այնպիսի հեղինակություն, որը հնազանդվելու համար բղավելու կարիք չունի։ Խոսողը Արմեն Կարապետյանն էր, 53 տարեկան մի տղամարդ, որն այդ պահին զննում էր մանեկեններից մեկի վրա կախված մուգ կապույտ կոստյումը։ Արմենը որոշ գործարար շրջանակներում հայտնի էր որպես Երանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ժառանգելով ավանդական ընտանիքի կարողությունը, որը կայսրություն էր կառուցել անշարժ գույքի ոլորտում, նա ընդլայնել էր բիզնեսը դեպի տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, ֆինանսական ներդրումների ոլորտներ։ Նրա կարողությունը գնահատվում էր միլիարդավոր դրամներով, բայց քչերն էին նրան ճանաչի փողոցում, քանի որ նա միշտ համեստ կերպար էր պահպանում, խուսափելով երեկույթներից, հասարակական միջոցառումներից, լրատվամիջոցների ուշադրությունից։ Արմենը բարձրահասակ էր, ալեհեր մազերը հետ սանրված, մուգ աչքերը խելք ու մի խորություն էին արտահայտում, որը դժվար էր վերծանել։ Նա միշտ էլեգանտ էր հագնվում, բայց առանց ցուցամոլության։ Այդ օրը նա հագել էր մոխրագույն դերձակակար տաբատ, սպիտակ վուշե վերնաշապիկ փափուկ կաշվե բաճկոն, որը կատարելապես համապատասխանում էր իր զուսպ անհատականությանը։ Նա մի մարդ էր, որը սովոր էր վերահսկել իր շուրջը ամեն ինչ, առանց տատանվելու դժվար որոշումներ կայացնել, բայց նա մեկը, ով տարիների ընթացքում կորցրել էր կապը ավելի նուրբ զգացմունքների հետ։ Նրա անձնական կյանքը զգացմունքային անապատ էր։ Ավելի քան 10 տարի ամուսնալուծված, առանց երեխաների, շրջապատված միայն աշխատակիցներով ու գործընկերներով, նա սովորել էր ապրել ֆունկցիոնալ միայնության մեջ, որը մինչ այդ պահը նրան չէր անհանգստացնում։ Բայց այդ տեսարանում ինչ-որ բան նրան խորապես անհանգստացրեց։ Գուցե դա երեխայի բացարձակ խոցելիությունն էր։ Գուցե վաճառողուհու սառը դաժանությունը։ Գուցե իր սեփական մանկության հեռավոր մի հիշողություն, երբ նա նույնպես իրեն զգացել էր փոքր, անտեսանելի լքված մի աշխարհում, որը համբերություն չուներ չհամապատասխանող երեխաների նկատմամբ։ Փաստն այն է, որ Արմենը թողեց կոստյումը, որը զննում էր, դանդաղ քայլեց դեպի Նարինեն ու աղջիկը։ Նրա ներկայությունը փոխեց խանութի ողջ մթնոլորտը։ Նարինեն, հասկանալով, թե ով է նա, ակնթարթորեն գունատվեց։ Նա շատ լավ գիտեր, թե ով է Արմեն Կարապետյանը։ Խանութում բոլորը գիտեին։ Նա ամենակարևոր հաճախորդներից էր մեկը, ով տասնյակ հազարավոր դրամներ էր ծախսում մեկ այցելության ընթացքում, մի մարդ, ում պարզ ներկայությունն այնտեղ հեղինակություն էր հաղորդում հաստատությանը։ Նա թուքը կուլ տվեց, մի քայլ հետ գնաց, փորձեց արդարացնել իր պահվածքը, ասելով, որ պարզապես փորձում էր պահպանել խանութի կարգն ու մաքրությունը, որ չէր կարող թույլ տալ, որ առանց ուղեկցորդի երեխաները մնան այնտեղ, որ վստահ էր, որ նա կհասկանա իրավիճակը։ Արմենը նրան լիովին անտեսեց։ Նրա աչքերը գամված էին աղջկան, որն այժմ նրան նայում էր վախի մի փոքր հույսի խառնուրդով, կարծես ինչ-որ մանկական բնազդ հուշում էր նրան, որ այս մարդը գուցե կարող է օգնել իրեն։ Նա դանդաղ իջավ, հասնելով նրա աչքերի մակարդակին, մեղմ ձայնով հարցրեց, թե որն է նրա անունը։ Աղջիկը տատանվեց, բայց մի քանի վայրկյան անց գրեթե անլսելի ձայնով մրմնջաց, որ իր անունը Անի է։ Արմենը հարցրեց, թե ինչ է պատահել, ինչու է նա այնտեղ մենակ, արդյոք մոլորվել է։ Անին սկսեց կիսատ պռատ խոսել, հեկեկոցների միջ, որոնք փորձում էր զսպել առանց մեծ հաջողության։ Պատմեց, որ սովորում է մոտակա քաղաքային դպրոցում, որ երբ անձրը սկսվեց, նա վազեց, քանի որ վախենում էր կայծակից ու որոտից։
Ասաց, որ փորձել է հետել մի խումբ մարդկանց, որոնք վազում էին դեպի Արթրի կենտրոն, մտածելով, որ ապաստան կգտնի, իսկ հետո կկարողանա վերադառնալ տուն։ Բայց երբ մտավ Արթրի կենտրոն, շփոթվեց այդքան շատ միջանցքներից, խանութներից, մարդկանցից։ Մի որոշ ժամանակ աննպատակ քայլեց։ Ինչ տեսավ այդ խանութի ցուցափեղկը ներս մտավ, քանի որ շատ էր մրսում ու շատ էր վախենում։ Արմենը ուշադիր լսում էր ամեն ինչ, բայց հասկացավ, որ կա ավելին, ինչ-որ բան, որ Անին չէր ասում։ Նա հարցրեց նրա ծնողների մասին, թե որտեղ են նրանք, արդյոք նա ուզում է, որ զանգահարի նրանց։ Հենց այդ պահին աղջկա դեմքը լիովին փակվեց։ Նա էլ ավելի ամուր սեղմեց պլաստիկ տոպրակը, ասաց մի ձայնով, որը լի էր իր տարիքի երեխայի համար չափազանց մեծ տխրությամբ, որ չի ուզում վերադառնալ տուն։ Երբ Արմենը հարցրեց, թե ինչու, նա պարզապես գլուխը թափահարեց, կրկնեց, որ չի կարող վերադառնալ, որ վատ բան է պատահել, մինչ նրա վազելով դուրս գալը։ Այդ պահին խանութի մենեջերը Արթուր Ֆարսյանը, 40-ն անց մի տղամարդ, բարակ բեղերով մշտապես կարոր հաճախորդներին գոհացնելու ձգտող կեցվածքով, մոտեցավ տեսարանին։ Նրան կանչել էր մեկ այլ աշխատակցուհի, ով նկատել էր ստեղծվող իրարանցումը։ Արթուրն արագ գնահատեց իրավիճակը, թաց հատակը, թրջված երեխան, մյուս հաճախորդների հետաքրքրասեր հայացքները, օդում կախված ակնհայտ լարվածությունը։ Նրա առաջին արգանքը խնդիրը նվազագույնի հասցնելու փորձն էր։ Նյարդային ժպիտով նա զգուշորեն առաջարկեց Արմենին, որ գուցե ավելի լավ է կանչել Արթրի կենտրոնի անվտանգությանը, իրավիճակը կարգավորելու համար, որ նրանք նման դեպքերի համար արձանագրություններ ունեն, որ մոլորված երեխաների մասին հոգ տանելը խանութի պատասխանատվությունը չէ։ Արմենը դանդաղ բարձրացավ, շրջվեց դեպի Արթուրը։ Նրա հայացքը սառույցի պես սառն էր։ Նա ասաց ցածր, բայց դանակի պես կտրող ձայնով, որ աղջիկը այստեղից չի գնա, մինչ ինքը վստահ չլինի, որ նա անվտանգ է։ Ասաց, որ եթե մենեջերը դրա հետ խնդիր ունի, կարող է անմիջապես զանգահարել Արթրի կենտրոնի սեփականատիրոջը, ով պատահաբար իր հին ընկերն է, բացատրել, թե ինչու է վախեցած ու թրջված երեխային դուրս վռնդում անձրի տակ։ Արթուրը խոսքեր չգտավ։ Նա գիտեր, որ ընտրություն չունի։ Մի ներողություն մրմնջաց, ասաց, որ իհարկե Արմենը կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում, հրամայեց Նարինեին բերել մաքուր սրբիչներ, եթե կա, ծածկոց մի բաժակ տաք ջուր։ Մինչ Նարինեն վազում էր հրամանները կատարելու, խանութի մյուս հաճախորդները սկսեցին իրար մեջ խոսել։ Մի էլեգանտ տիկին, մոտ 60 տարեկան, որն ամուսնու համար փողկապներ էր ընտրում, մոտեցավ, ասաց, որ այդ առավոտյան ավելի վաղ մի աղջիկ էր տեսել մայթով վազելիս, Մաշտոցի պողոտայի մոտ։ Ասաց, որ նա քիչ էր մնում մեքենայի տակ ընկներ, քանի որ փողոցն անցել էր առանց նայելու, բայց անձրի և թեքության իրարանցման մեջ չէր կարողացել տեսնել, թե ուր գնաց երեխան։ Մի թոշակառու պարոն, որը նույնպես խանութում էր, ավելացրեց, որ ինքը բնակվում է հարավային մասի ավելի համեստ թաղամասում, Շենգավիթում, օրեր առաջ շատ բարձր վիճաբանություններ էր լսել իր տան մոտ գտնվող մի փոքրիկ տնից։ Նա վստահ չէր, բայց կարծեց, որ գուցե ինչ-որ կապ կա, քանի որ այն երեխայի նկարագրությունը, որին տեսել էր այդ տանը, համընկնում էր Անիի նկարագրության հետ։ Արմենը կլանում էր այս բոլոր տեղեկությունները բարդ խնդիրներ լուծելուն սովոր վերլուծական մտքով։ Նրա համար պարզ դարձավ, որ սա պարզապես պատահաբար մոլորված երեխայի իրավիճակ չէ։ Անիի կյանքում ինչ-որ շատ սխալ բան էր կատարվում, ինչ-որ բան, որը նա չէր կարողանում կամ չէր ուզում ամբողջությամբ բացատրել։ Նա խնդրեց Արթուրին տրամադրել առանձին սենյակ, խանութի հատուկ հաճախորդների համար նախատեսված ավելի մեծ հանդերձարաններից մեկը, որտեղ նա կարողանար ավելի անձնական ու հանգիստ մթնոլորտում զրուցել աղջկա հետ։ Երբ հանդերձարանի դուռը փակվեց, պատնեշ ստեղծելով նրանց խանութի եռուզեռի միջ, Արմենը նստեց կաշվե բազկաթոռին, հրավիրեց Անին նույնպես նստել։ Նա այժմ փաթաթված էր մեծ, փափուկ սրբիչի մեջ, դեռ մի փոքր դողում էր, բայց այլս չէր կաթում։ Արմենը համբերատար սպասեց, մինչ նա մի փոքր հանգստանա, հետո մի նրբանկատությամբ, որի մասին նա նույնիսկ չգիտեր, թե դեռ ունի, նորից հարցրեց նրա ընտանիքի մասին։ Անին սկսեց դանդաղ խոսել, կարծես յուրաքանչյուր բառը հսկայական ջանք արժեր։ Պատմեց, որ ապրում է մոր, Հասմիկի հետ, Երանի հարավային մասում, Շենգավիթում, մի փոքրիկ տանը։ Ասաց, որ հայրը գնացել է, երբ ինքը շատ փոքր էր, որ նրան լավ չի հիշում։ Մայրն աշխատում էր որպես օրավարձով մաքրուհի, մաքրելով հարուստ մարդկանց տները այնպիսի թաղամասերում, ինչպիսին այն էր, որտեղ նրանք հիմա գտնվում էին։ Անին պատմեց, որ վերջին օրերին մայրը լավ չէր։ Նա ուներ շատ ուժեղ գլխացավեր, հաճախակի սրտխառնոց, հազիվ էր կարողանում անկողնուց վեր կենալ։
Այնուամենայնիվ շարունակում էր փորձել աշխատել, քանի որ նրանց գումար էր պետք վարձը վճարելու ուտելիք գնելու համար։ Այդ առավոտ, ասաց Անին, մայրն ավելի վատ էր դարձել։ Նա պառկած էր բազմոցին, շատ գունատ, ցավից տնքում էր։ Անին փորձել էր օգնել, նրան ջուր էր տվել, փորձել էր թեյ պատրաստել, ինչպես տեսել էր մորը անելիս, բայց ոչինչ կարծես չէր օգնում։ Նա շատ էր վախեցել։ Մտածել էր օգնություն խնդրել հարաններից, բայց մայրը միշտ ասում էր, որ ոչ ոքի չանհանգստացնի, որ նրանք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։ Այդ ժամանակ Անին որոշել էր գնալ դպրոց, նույնիսկ առանց մորը զգուշացնելու, քանի որ մտածել էր, որ այնտեղ ուսուցչուհին կարող է օգնել։ Բայց երբ հասավ դպրոց, ամաչեց պատմել, թե ինչ է կատարվում։ Դասի ընթացքում լուռ նստած էր, չկարողանալով ոչ մի բանի վրա կենտրոնանալ, մինչ անձրը սկսվեց, նա խուճապի մատնվեց։ Վազելով դուրս եկավ դպրոցից, առանց որևէ մեկին զգուշացնելու, անապարհին մոլորվեց։ Արմենը լսում էր ամեն ինչ մի արտահայտությամբ, որը չէր բացահայտում իր ներսում ձավորվող զգացմունքների փոթորիկը։ Զայրույթ, կարեկցանք, անհավատություն։ Ինչպես էր հնարավոր, որ այդքան փոքր երեխան մենակ անցնի այս ամենի միջով։ Որտեղ էին մեծահասակները, որոնք պետք է պաշտպանեին նրան։ Ինչու էր համակարգը այդքան լիակատար ձախողվել նրա հարցում։ Նա զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել, պատասխանատվության զգացում, որը դուրս էր բիզնից, պայմանագրերից, շահույթներից։ Դա ինչ-որ անձնական, ներքին, հրատապ բան էր։ Նա հարցրեց Անիին, թե արդյոք գիտի իրենց տանը ամենամոտ հիվանդանոցի անունը, թե արդյոք մայրն ունի ընկեր կամ հարազատ, ով կարող է հիմա հոգ տանել նրա մասին։ Անին ասաց, որ ոչինչ չգիտի, որ մորից բացի ոչ ոք չունի։ Այդ ժամանակ Արմենը հանեց իր բջջային հեռախոսը, զանգահարեց իր անձնական օգնականին, Մարսել անունով մի մարդու, որն աշխատում էր նրա հետ ավելի քան 15 տարի, սովոր էր գործ ունենալ արտասովոր իրավիճակների հետ։ Նա արագ բացատրեց իրավիճակը, հստակ հրահանգներ տվեց, ուզում էր, որ Մարսելն անմիջապես ուղարկի իր վստահելի անվտանգության աշխատակիցներից մեկին, զուսպ արդյունավետ մեկին, գնալու այն հասցեով, որը Անին կնշեր, ստուգելու, թե ինչ է կատարվում։ Եթե նրա մայրը վտանգի մեջ լիներ, պետք է անմիջապես տեղափոխվեր առաջնակարգ մասնավոր հիվանդանոց, բոլոր ծախսերը կվճարվեին իր կողմից։ Եթե անփութության կամ երեխայի համար վտանգի նշաններ լինեին, պետք է կանչեր իրավասու մարմիններին։ Սպասելու ընթացքում Արմենը փորձեց շեղել Անիի ուշադրությունը, խոսելով ավելի թեթ թեմաներից։ Հարցրեց դպրոցի մասին, թե ինչով է սիրում զբաղվել, արդյոք ունի սիրելի խաղալիքներ։ Աղջիկը ամաչկոտ պատասխանում էր, բայց կամաց-կամաց մի փոքր բացվեց։ Ասաց, որ սիրում է նկարել, որ իր ուսուցչուհին միշտ գովում է իր նկարները, որ երազում է ունենալ գունավոր մատիտների մեծ տուփ, ինչպիսիք տեսնում է գրենական պիտույքների խանութներում, բայց մայրը փող չունի գնելու համար։ Պատմեց, որ սիրում է կենդանիներ, հատկապես շներ, բայց չեն կարող պահել, քանի որ տան տերը չի թույլատրում, նա որովհետև չէին կարողանա կերակրել նրան։ Փայլող աչքերով պատմեց մի զբոսանքի մասին, որը մի անգամ դպրոցի հետ արել էր դեպի մի այգի, որտեղ տեսել էր լճում լողացող բադերի առաջին անգամ ադի-բուդի էր կերել։ Արմենը լսում էր ամեն ինչ, զգում էր, թե ինչպես է իր սիրտը, որն այդքան երկար ժամանակ կարծրացել էր կորպորատիվ մարտերից, անձնական հիասթափություններից, սկսում փափկել։ Այդ երեխայի մեջ մի մաքրություն կար, փոքր բաներում ուրախություն գտնելու ունակություն, չնայած իր դիմագրաված բոլոր ցավին ու դժվարություններին։ Նա բռնեց իրեն մտածելիս, թե ինչպես է իր սեփական կյանքը, իր ողջ հարստությամբ ու հարմարավետությամբ, դատարկ թվում այն ուժի ու տոկունության համեմատ, որը տեսնում էր ընդամենը 5 տարեկան այդ աղջկա մեջ։ Մոտ 40 րոպե անց Արմենի բջջայինը զանգեց։ Մարսելն էր։ Լուրերն անհանգստացնող էին։ Անվտանգության աշխատակիցը հասել էր Անիի նշած հասցե զրուցել հարանների հետ։ Պարզել էր, որ Անիի մորը Հասմիկին այդ առավոտ շտապ տեղափոխել էին պետական հիվանդանոց մի քանի անհանգստացած բնակիչներ, որոնք նրան գտել էին տանը անգիտակից վիճակում։ Աղջիկն ըստ երույթին դուրս էր եկել ինչ այդ պատահելը ոչինչ չէր տեսել։ Հասմիկի վիճակը ծանր էր։ Նա ունեցել էր սուր հիպերտոնիկ կրիզ, որը կարող էր հանգեցնել էլ ավելի լուրջ հետանքների, եթե ժամանակին օգնություն չստանար։ Նա այժմ հոսպիտալացված էր, բայց կայուն վիճակում։ Սակայն, կար ավելին։ Հարանները պատմել էին, որ վերջին ամիսներին Հասմիկի որոշ հեռավոր ազգականներ սկսել էին հաճախակի հայտնվել տանը։ Տագրը, նախկին ամուսնու եղբայրը, որը լքել էր ընտանիքը, մի հեռավոր զարմուհի։
Նրանք ասում էին, թե օգնում են, բայց հարանները կասկածում էին նրանց մտադրություններին։ Մեկնաբանում էին, որ լսում են վիճաբանություններ փողի մասին, մի ժառանգության մասին, որը հասմիկն իբր ստացել էր հեռավոր մորաքրոջից, մի բան, որի մասին նա երբեք նախկինում չէր նշել։ Ոմանք կասկածում էին, որ այդ ազգականները ճնշում էին գործադրում հասմիկի վրա, ստիպելով փաստաթղթեր ստորագրել, սեփականություն փոխանցել, որ այդ իրավիճակի սթրեսը կարող էր նպաստել նրա առողջական կրիզին։ Արմենը մռայլ արտահայտությամբ անջատեց հեռախոսը։ Իրավիճակը շատ ավելի բարդ ու վտանգավոր էր, քան նա սկզբում պատկերացրել էր։ Դա պարզապես մոլորված երեխա չէր, ոչ էլ պարզապես հիվանդ մայր։ Խաղի մեջ կային մութ շահեր, մարդիկ, որոնք օգտվում էին աշխատասեր կնոջ նրա փոքրիկ դստեր խոցելիությունից։ Նա գիտեր, որ չի կարող պարզապես թույլ տալ, որ Անին վերադառնա այդ իրավիճակին, առանց երաշխավորելու, որ նա պաշտպանված կլինի։ Նա Անին բացատրեց, որքան հնարավոր է նրբանկատորեն, որ մայրը հիվանդանոցում է լավ խնամքի տակ է, որ նա շուտով կլավանա։ Տեսավ աղջկա աչքերում ակնթարթային թեթացումը, որին արագ հետեց անհանգստությունը, երբ նա հարցրեց, թե կարող է արդյոք գնալ մորը տեսնելու։ Արմենը խոստացավ, որ այո, նրանք հենց հիմա միասին կգնան, բայց նախ պետք է որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, երաշխավորելու համար, որ ամեն ինչ լավ կլինի։ Երբ Արմենը դուրս եկավ հանդերձարանից, Անին գրկած, ծածկոցի մեջ փաթաթված, խանութում հարգալից լռություն տիրեց։ Նարինեն, վաճառողուհին, որն ի սկզբանե փորձել էր դուրս վռնդել աղջկան, կարմրած աչքերով էր, ակնհայտորեն զղջում էր իր սկզբնական պահվածքի համար։ Մյուս հաճախորդները տեսարանը դիտում էին հիացմունքի հուզմունքի արտահայտություններով։ Արթուրը, մենեջերը, Մո Տեցավ առաջարկեց իր օգնությունն այն ամենում, ինչ անհրաժեշտ լինի, ակնհայտորեն տպավորված իր ճանաչած ամենահզոր մարդկանցից մեկի ցուցաբերած մարդասիրությունից։ Արմենը շնորհակալություն հայտնեց գլխի շարժումով, բայց ժամանակ չկորցրեց։ Հրահանգեց Մարսելին, որն արդեն սպասում էր կայանատեղիում, պատրաստել մեքենան, նրանց տանելու այն հիվանդանոցը, որտեղ հասմիկն էր գտնվում։ Սակայն դուրս գալուց առաջ նա շրջվեց դեպի խանութում ներկաները ասած մի բան, որը կմնար բոլոր լսողների հիշողության մեջ։ Ասաց, որ երբեմն կյանքը մեզ կանգնեցնում է իրավիճակների առաջ, որոնք ստուգում են, թե ով ենք մենք իրականում, որոնք բացահայտում են, ունենք արդյոք տարբերություն ստեղծելու քաջություն, թե ոչ։ Ասաց, որ այդ աղջիկը մտել է թանկարժեք խանութ, թրջված ու վախեցած, քիչ էր մնում նրան վերաբերվեին որպես հեռացման ենթակա խնդրի։ Բայց նա խնդիր չէր։ Նա օգնության կարիք ունեցող երեխա էր, ցանկացած հասարակություն, որը չի կարողանում դա տեսնել, դատապարտված է կորցնելու իր մարդկայնությունը։ Նրա խոսքերը հնչեցին տղամարդկանց հագուստի նրբաճաշակ խանութ։ Ի միջավայրում որպես անհարմար հիշեցում այն մասին, որ փայլուն ցուցափեղկերից չափազանց բարձր գներից անդին գոյություն ունի իրական աշխարհ, կազմված իրական մարդկանցից, իրական ցավերով ու կարիքներով։ Արմենը դուրս եկավ, գրկին Անին, որն այժմ կառչել էր նրա վզից մի վստահությամբ, որը վաղուց չէր ցուցաբերել։ Մեքենայում, երբ նրանք հատում էին Երանը դեպի հիվանդանոց, Արմենը պատուհանից նայում էր թաց փողոցներին, վերջապես սկսվող թուլանալու անձրի տակ վազող մարդկանց։ Մտածում էր, թե ինչպես է իր կյանքը լիովին փոխվել 2 ժամից էլ քիչ ժամանակում։ Առավոտյան նա պարզապես հարուստ մարդ էր, որը կատարում էր իր սովորական գնումները շքեղ խանութներում։ Հիմա նա մեկն էր, ով ուներ իրական պատասխանատվություն, մի նպատակ, որը դուրս էր իր բանկային հաշվին ավելի շատ զրոներ կուտակելուց։ Անին, հենված նրա ուսին, վերջապես դադարել էր դողալ։ Նա պատուհանից նայում էր թեթացման անհանգստության խառնուրդով արտահայտությամբ, անհամբեր սպասելով մորը տեսնելուն, բայց նա տարօրինակ կերպով ապահով զգալով այն մարդու գրկում, որը մի քանի ժամ առաջ բոլորովին անծանոթ էր։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր նրան զգալ, որ գուցե երկար ժամանակ հետո առաջին անգամ, ինչ-որ մեկն իսկապես մտահոգված էր, թե ինչ կպատահի իր մոր հետ։ Մինչ մեքենան առաջ է շարժվում մայրաքաղաքի դեռս խցանված երթեկության միջով, ոչ Արմենը, ոչ Անին չէին պատկերացնում, որ դա ընդամենը մի ճանապարհորդության սկիզբն էր, որը կփոխեր ոչ միայն իրենց կյանքերը, այլ կբացահայտեր թաղված գաղտնիքներ, կարթնացներ վտանգավոր թշնամիների կստուգեր, թե ինչ է նշանակում ընտանիք կազմել, երբ արյունը միակ կապող օղակը չէ։ Դրսի փոթորիկն անցնում էր, բայց սկսվող այս պատմության ներսում շատ ավելի ուժգին այլ փոթորիկներ նոր-նոր էին սկսում ձևավորվել հորիզոնում։
Հիվանդանոցը, ուր տեղափոխել էին Հասմիկին, գտնվում էր Երանի հարավային մասում մի պետական հաստատություն, որն ամեն օր սպասարկում էր հազարավոր մարդկանց, չնայած մասնագետների նվիրված ջանքերին, մշտապես պայքարում էր ռեսուրսների պակասի, գերբեռնվածության ծանրաբեռնված առողջապահական համակարգի սահմանափակումների դեմ։ Երբ Արմենը Անիին գրկած «Մարս» ելի ուղեկցությամբ հասավ այնտեղ, նրանց դիմավորած տեսարանը հուսահատեցնող էր։ Միջանցքները լի էին ինքնաշեն պատգարակներով, ամբողջ ընտանիքներ տեղավորվել էին հատակին, սպասելով իրենց հարազատների մասին լուրերի, ախտահանիչի բնորոշ հոտը խառնվել էր օդում կախված շոշափելի տագնապին։ Արմենը կրծքավանդակում սեղմում զգաց, տեսնելով այդ ամենը։ Նա իր կյանքի տասնամյակներն անցկացրել էր այս իրականությունից լիովին մեկուսացված։ Նրա հիվանդանոցները մասնավոր կլինիկաներ էին, հյուրանոցային համարների նման սենյակներով, որտեղ հեղինակավոր բժիշկներն ընդունում էին նշանակված ժամին, յուրաքանչյուր հիվանդ ստանում էր անհատական ուշադրություն։ Այդ հուսահատ մարդկանց բազմությունը տեսնելը, որոնցից շատերն ակնհայտորեն անհետաձգելի վիճակում էին, ժամերով սպասում էին ընդամենը ընդունվելու համար, մի ցնցում էր, որը ստիպեց նրան կասկածի տակ դնել իր ունեցած բազմաթիվ համոզմունքներն այն աշխարհի մասին, որում ապրում էր։ Անին էլ ավելի ամուր կառչեց նրա վզից, երբ տեսավ այդ ամբողջ իրարանցումը։ Նա վախեցած էր, շփոթված, միակ բանը, որ ուզում էր, իր մոռը գտնելն էր։ Արմենը փնտրեց ընդունարանը, երբ վերջապես կարողացավ խոսել ակնհայտորեն գերծանրաբեռնված աշխատակցուհու հետ, բացատրեց, որ փնտրում է Հասմիկ Սարգսյանին, ով այդ առավոտյան էր ընդունվել։ Աշխատակցուհին անունը մուտքագրեց համակարգչում, ստուգեց որոշ տեղեկություններ, հայտնեց, որ հիվանդը երրորդ հարկում է, դիտարկման բաժանմունքում 23-րդ մահճակալում։ Մինչ երրորդ հարկ բարձրանալը տանջալից ճանապարհորդություն էր։ Վերելակը փչացած էր, ուստի ստիպված եղան օգտվել աստիճաններից, անցնելով աստիճաններին նստած մարդկանց, այս ու այն կողմ վազող բուժքույրերի տարբեր ուղղություններից եկող տնքոցների ու լացի արձագանքների կողքով։ Երբ վերջապես հասան երրորդ հարկ, Արմենը ստիպված եղավ բանակցել բաժանմունքի պատասխանատու բուժքրոջ, միջին տարիքի, հոգնած, բայց կարեկից արտահայտությամբ կնոջ հետ, որպեսզի թույլ տա Անին մտնել մորը տեսնելու այցելության ժամերից դուրս։ Բուժքույրը, տեսնելով երեխայի հուզական վիճակը, բացառություն արեց։ 23-րդ մահճակալը մյուսներից բաժանված էր ընդամենը բարակ կանաչ պլաստիկե վիրով։ Երբ Արմենը զգուշորեն մի կողմ քաշեց վարագույրը, Անին տեսավ իր մորը պառկած նեղ մահճակալին, միացված մի քանի մոնիտորների կողքին կախված կաթիլայինի տոպրակով։ Հասմիկը 32 տարեկան էր, բայց ավելի մեծ էր թվում։ Դեմքը գունատ էր, աչքերի տակ հոգնածության խորը հետքեր, անխնամ մազերը թափված էին բարակ բարձին։ Այնուամենայնիվ, երբ լսեց դստեր ձայնը, նրա աչքերն անմիջապես բացվեցին, լցվեցին արցունքներով։ Անին վազեց դեպի մոր գիրկը, նրանք գրկախառնվեցին մի այնպիսի ուշքնությամբ, որը կոտրեց Արմենի սիրտը։ Հասմիկը շոյում էր դստեր մազերը, մրմնջում թեթացման անհանգստության խառը խոսքեր, հարցնում, թե որտեղ է եղել, ինչպես է հասել այնտեղ, արդյոք վնասվել է, արդյոք ինչ-որ մեկը վատ բան է արել նրան։ Անին, հեկեկոցների միջով, փորձում էր միանգամից ամեն ինչ բացատրել, իր փախուստը դպրոցից, ինչպես է մոլորվել անձրի տակ, ինչպես է մտել խանութ, ինչպես է այդ մարդն իրեն օգնել։ Հենց այդ ժամանակ Հասմիկը վերջապես նկատեց Արմենի ներկայությունը, ով զուսպ կանգնած էր մուտքի մոտ, տեղ տալով մոր ու դստեր վերամիավորման։ Նրա աչքերը լայն բացվեցին, տեսնելով նրան, շփոթության ու երախտագիտության խառը արտահայտություն պատեց նրա դեմքը։ Արմենը պարզ ներկայացավ, պարզապես Արմեն համառոտ բացատրեց, թե ինչպես է գտել Անիին, ինչ վիճակում է եղել նա, ինչպես է իրեն թույլ տվել բերել նրան այնտեղ, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել։ Հասմիկը փորձեց նստել մահճակալին, բայց գլխապտույտը ստիպեց նրան տատանվել։ Արմենն արագ մոտեցավ, օգնեց նրան ավելի լավ հենվել բարձերին։ Նա մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, խեղդված ձայնով ասելով, որ չգիտի ինչպես փոխհատուցել այդքան բարությունը, որ երբեք չէր պատկերացնի, որ ինչ-որ մեկն այդքան բան կանի իրենց համար։ Արմենը պատասխանեց, որ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, որ նվազագույն մարդկայնություն ունեցող ցանկացած մարդ նույնը կաներ, թե երկուսն էլ գիտեին, որ դա ճիշտ չէ։ Իրականությունն այն էր, որ քչերը կկանգնեին օգնելու շքեղ խանութում մոլորված երեխային, էլ չենք խոսում այն աստիճան ներգրավվելու մասին, որ նրան բերեն հիվանդանոց, ապահովեն նրա անվտանգությունը։ Հենց այդ պահին մի տղամարդու կոպիտ հազիվ քողարկված կեղծիքով լի ձայնը կտրեց միջավայրը։
Վարագույրի մյուս կողմից մոտ 40 տարեկան, ցածրահասակ ու թիկնեղ, հաստ բեղերով սովորական, բայց մաքուր հագուստով մի տղամարդ հայտնվեց, ստիպողաբար զարմացած արտահայտությամբ։ Դա Էդուարդն էր, Հասմիկի տագրը, նախկին ամուսնու եղբայրը, ով տարիներ առաջ լքել էր ընտանիքը։ Նա նայեց Արմենին, հետո Անիին, ապա Հասմիկին, կիսախուպ աչքերով, ակնհայտորեն փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Էդուարդը հարցրեց, թե ով է այդ մարդը, ինչ է նա անում այնտեղ, ինչու է Անին նրա հետ։ Նրա խոսքերում վատ թաքցված ագրեսիվություն կար, մի կասկածամտություն, որն անմիջապես զգոնացրեց Արմենին։ Հասմիկը, տեսանելիորեն անհարմար զգալով, արագ բացատրեց, որ Արմենն օգնել է Անիին, երբ նա մոլորվել էր, որ նա բավական բարի է եղել նրան հիվանդանոց բերելու համար։ Էդուարդը վերից վար զննեց Արմենին, գնահատելով նրա թանկարժեք հագուստը, էլեգանտ կեցվածքը, արամարանքի ու նախանձի խառը արտահայտություն անցավ նրա դեմքով։ Նա ասաց մի տոնով, որը փորձում էր հովանավորչական հնչել, բայց ստացվում էր տիրակալական, որ շնորհակալ է օգնության համար, բայց այժմ դրա կարիքն այլևս չկա, որ ընտանիքը այսուհետ կհոգա ամեն ինչի մասին, որ չեն ուզում այլևս ոչ ոքի անհանգստացնել։ Արմենն անմիջապես նկատեց իրեն հեռացնելու փորձը, նրա բնազդը, որը զարգացել էր տասնամյակներ շարունակ գործարար աշխարհում անբարեխիղճ մարդկանց հետ գործ ունենալու ընթացքում, հուշեց, որ այդ մարդը վստահելի չէ։ Նրա խոսքերում չափազանց շատ կեղծիք կար, նրա շարժումներում հաշվարկված ինչ-որ բան։ Մինչ Արմենը կհասցներ պատասխանել, հայտնվեց մեկ այլ կերպար։ Դա Նունեն էր, մոտ 35 տարեկան, նիհար, շիկահեր ներկված մազերով հագուստով, որը փորձում էր էլեգանտ թվալ, բայց չէր հաջողվում։ Նա Հասմիկի հեռավոր զարմուհին էր, մեկը, ով գրեթե անհետացել էր ընտանիքի կյանքից մինչ մի քանի ամիս առաջ, երբ հանկարծակի նորից հայտնվել էր, պնդելով, թե ուզում է վերականգնել ընտանեկան կապերը։ Նունեն դեմքին մշտական ժպիտ ուներ, այն ժպիտներից, որոնք աչքերին չեն հասնում, նրա ձայնը չափազանց քաղցր էր, անկեղծ լինելու համար։ Նա նույնպես զարմանք ցուցաբերեց։ Տեսնելով Արմենին, արագ միացավ Էդուարդին, նրան քաղաքավարի կերպով ճանապարհ դնելու փորձի մեջ։ Ասաց, որ շատ բարի է նրա կողմից Անիին օգնելը, բայց այժմ ընտանիքն այստեղ է կստանձնի բոլոր պարտականությունները։ Նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց, բայց մի ձով, որը հասկացնում էր, որ նրա ներկայությունը համարում է անցանկալի ներխուժում։ Արմենը ուշադիր դիտում էր երկուսին, նկատելով նրանցից բխող լարվածությունը, այն ձև, որով նրանք արագ հայացքներ էին փոխանակում, կարծես առանց խոսքերի ինչ-որ բան էին հաղորդում իրար։ Հասմիկը, մահճակալին, չափազանց անհարմար էր զգում իրավիճակից։ Նա փորձեց մեղմել լարվածությունը, ասելով, որ Արմենը շատ ցանկալի հյուր է, որ ինքը կցանկանար հնարավորություն ունենալ պատշաճ կերպով շնորհակալություն հայտնել նրան։ Բայց Էդուարդը կտրեց նրա խոսքերը, ասելով, որ նա պետք է հանգստանա, որ բժիշկները հստակ ասել են հանգստության անհրաժեշտության մասին, որ շատ այցելությունները լավ չեն լինի նրա ապաքինման համար։ Նունեն անմիջապես համաձայնեց, ավելացնելով, որ իրենք արդեն խոսել են բժիշկների հետ կստա նզնեն Հասմիկի Անիի համար անհրաժեշտ բոլոր խնամքը։ Արմենը պատրաստվում էր հրաժեշտ տալ, հարգելով այն, ինչ թվում էր ընտանիքի ցանկությունը, երբ Անին արեց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա շրջվեց դեպի նրան, դեռ մոր գրկում, փոքր, բայց հաստատուն ձայնով ասաց, որ չի ուզում, որ նա գնա։ Ասաց, որ նա միակ մարդն է, ով իսկապես բարի է եղել իր հետ, որ վախենում է Էդուարդ քեռուց Նունե մորաքրոջից, որովհետև նրանք միշտ բաներ են ասում, որոնք ինքը չի հասկանում, բայց որոնք ստիպում են իր մորը լաց լինել։ Խոսքերը դուրս եկան այն դաժան ազնվությամբ, որը միայն երեխաներն ունեն, առանց ստիճների, առանց քաղաքականության։ Հաջորդած լռությունը ծանր ու անհարմար էր։ Էդուարդը կարմրեց, ակնհայտորեն զայրացած Անիի անմեղ բացահայտումից։ Նունեն փորձեց նյարդային ծիծաղել, ասելով, որ երեխաները միշտ անիմաստ բաներ են ասում, երբ հոգնած ու վախեցած են։ Բայց Հասմիկը մի պահ փակեց աչքերը, երբ նորից բացեց դրանք, դրանցում մի վճռականություն կար, որը նախկինում չկար։ Նա նայեց Արմենին, խնդրեց մի ձայնով, որը դողում էր, բայց բացարձակ անկեղծություն։ Կրում, արդյոք նա կարող է մի փոքր էլ մնալ, արդյոք դեմ չի լինի մի քանի րոպե լսել իրեն։ Էդուարդն ու Նունեն փորձեցին բողոքել, բայց Հասմիկը նրանց ընդհատեց իր վիճակում գտնվող մարդու համար զարմանալի վճռականությամբ։ Ասաց, որ պետք է առանձին խոսի Արմենի հետ, որ դա կարևոր է, որ կցանկանար, որ նրանք այդ առանձնությունը տրամադրեին։ Երկուսը դժկամությամբ, բայց Հասմիկի համառության Արմենի տպավորիչ ներկայության առաջ, ի վերջո նահանջեցին։ Նրանք դուրս եկան մահճակալի տարածքից փակ դեմքերով, բայց ոչ առանց Էդուարդի ասելու, որ դրսում կսպասեն շուտով կվերադառնան, մի քողարկված զգուշացում, որը ոչ ոքի ուշադրությունից չվրիպեց։
Երբ վերջապես մենակ մնացին, Հասմիկը ամուր բռնեց Անի ձեռքը, նայեց Արմենին աչքերով, որոնք ըմբռնում էին աղերսում։ Նա սկսեց պատմել իր պատմությունը, երբ խոսքերը հոսում էին, գլուխկոտրուկը սկսեց հավաքվել Արմենի վերլուծական մտքում։ Հասմիկը բացատրեց, որ ամուսնացած է եղել Ռուբենի, Էդուարդի եղբոր հետ, մի մարդու, որին կարծում էր, թե սիրում է, բայց որը կամաց-կամաց ցույց տվեց, որ անպատասխանատու է։ Հարբեցող անկարող որ է աշխատանք պահել մի քանի ամսից ավելի։ Երբ Անին ծնվեց, Ռուբենն էլ ավելի հեռացավ, մինչ մի օր պարզապես անհետացավ, նրան մենակ թողնելով նորածնի հետ առանց որևէ ֆինանսական աջակցության։ Տարիներ շարունակ Հասմիկն անխոնջ աշխատել էր որպես օրավարձով մաքրուհի, դստերը պահելու համար։ Մաքրում էր օրական 3, երբեմն 4 տուն, արթնանում էր առիթ շուտ տուն վերադառնում, երբ արդեն մութ էր։ Անին շատ ժամեր մենակ էր անցկացնում, վաղ տարիքից սովորել էր իրենով անել, միկրոալիքային վառարանում ուտելիք տաքացնել, առանց օգնության դպրոցի առաջադրանքները կատարել։ Դա դժվար կյանք էր, բայց նրանք ունեին իրար, դա բավական էր։ Հասմիկը երբեք ոչ ոքից օգնություն չէր խնդրել, էլ չենք խոսում Ռուբենի ընտանիքից, որը միշտ նրան արամարանքով էր վերաբերվել, համեստ ծագման համար։ Ամեն ինչ փոխվեց մոտ 3 ամիս առաջ։ Հասմիկի հեռավոր մորաքույրը, մի տիկին, որն ապրում էր գյուղում, որի հետ նա քիչ կապ ուներ, մահացավ։ Բոլորի համար անսպասելիորեն այդ մորաքույրը կտակ էր թողել, որում ասվում էր, որ Հասմիկը նրա ժառանգն է։ Լից մեկն է։ Դա հարստություն չէր, բայց նրա վիճակում գտնվող մարդու համար զգալի գումար էր, մի փոքրիկ տուն գյուղում, մոտ 200,000 դրամ կազմող որոշ խնայողություններ, մի հողամաս, որը կարելի էր վաճառել։ Դա այնպիսի ժառանգություն էր, որը կարող էր լիովին փոխել Հասմիկի նման մեկի կյանքը, թույլ տալ նրան դադարել այդքան շատ աշխատել, Անին ավելի լավ կրթություն տալ, կյանքում առաջին անգամ ֆինանսական անվտանգություն ունենալ։ Բայց հենց որ ժառանգության լուրը տարածվեց, Էդուարդն ու Նունեն, որոնք տարիներ շարունակ լիովին անտեսել էին Հասմիկին, հանկարծ հայտնվեցին ժպիտներով ու գրկախառնություններով։ Ասացին, որ ուզում են օգնել, որ ընտանիքը կարող է, որ Հասմիկը չպետք է մենակ զբաղվի այդ ամբողջ բյուրոկրատիայով։ Սկզբում Հասմիկը նույնիսկ ուրախացավ, մտածելով, որ վերջապես ընտանիքից մեկը կա, ով մտահոգված է։ Բայց շուտով հասկացավ, որ նրանց մտադրություններն այլ են։ Նրանք սկսեցին անընդհատ ճնշել նրան, արագ վաճառել ամեն ինչ, ստորագրել փաստաթղթեր, որոնք նա հազիվ ժամանակ էր ունենում կարդալու, ընդունել գնորդների առաջար։ Գները, որոնք իրենք էին բերում, որոնք ակնհայտորեն շատ ավելի ցածր էին գույքի իրական արժեքից։ Էդուարդն ասում էր, որ նա բիզնեսից չի հասկանում, որ կարող է ամեն ինչ կորցնել, եթե արագ չգործի, որ վճարելու համար հսկայական հարկեր կան։ Նունեն համաձայնում էր ամեն ինչի հետ, միշտ այդ կեղծ ժպիտով, միշտ առաջարկելով, որ գուցե ավելի լավ կլինի, եթե Հասմիկը նրանց լիազորագիր տա, գործերն հեշտացնելու համար։ Հասմիկը, թե պարզ, բայց հիմար չէր։ Նա կասկածեց մտադրություններին, սկսեց դիմադրել, ասելով, որ ուզում է ավելի լավ հասկանալ ամեն ինչ, նախքան որևէ որոշում կայացնելը։ Հենց այդ ժամանակ ճնշումն ավելացավ։ Էդուարդն ու Նունեն սկսեցին գրեթե ամեն օր հայտնվել նրա տանը, երբեմն միասին, երբեմն առանձին։ Բերում էին նոր թղթեր, խոսում էին շտապ ժամկետների մասին, որոնք շուտով կլրանային, ստեղծում էին մշտական խուճապի զգացում։ Հասմիկը սկսեց ունենալ գլխացավեր, անկնություն, տագնապի նոպաներ։ Նրանց հետ գործ ունենալու սթրեսը, մինչդեռ շարունակում էր աշխատել հիմնական հաշիվները վճարելու համար, նրան հասցրեց ֆիզիկական էմոցիոնալ սահման։ Ագծին։ Այն նույն առավոտյան, երբ նրան հոսպիտալացրին, Էդուարդը հայտնվել էր ավելի շատ փաստաթղթերով, պնդելով, որ նա պետք է անմիջապես ստորագրի, այլապես լիովին կկորցնի ժառանգությունը։ Նա բղավել էր նրա վրա, անվանել անշնորհակալ, ասել, որ իրենք փորձում են օգնել, իսկ նա համառ ու հիմար է։ Վիճաբանությունն այնքան թեժ էր եղել, որ Հասմիկը կրիզ էր տարել, նրա ճնշումը վտանգավոր կերպով բարձրացել էր, նա սկսել էր ունենալ ուժեղ գլխապտույտներ ու շաթափվել էր այն բանից հետո, երբ Էդուարդը դուռը շրխկացնելով դուրս էր եկել։ Հարաններն էին, որոնք անհանգստացած աղմուկից, գտել էին նրան հատակին շտապ օգնություն կանչել։ Մինչ Հասմիկը պատմում էր այս ամենը, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Նա ասաց, որ չգիտի ինչ անել, որ վախենում է, որ Էդուարդն ու Նունեն ինչ-որ կերպ կկարողանան ամեն ինչ խլել իրենից, որ անհանգստացած է Անիի ապագայի համար։ Ասաց, որ փաստաբան վարձելու գումար չունի, որ բավարար գիտելիքներ չունի, հասկանալու իրեն ներկայացվող բոլոր իրավական փաստաթղթերը, որ իրեն լիովին մենակ ու խոցելի է զգում։ Արմենը լսում էր ամը։ Ինչ լռությամբ, բայց նրա միտքն աշխատում էր առավելագույն արագությամբ։
Նա ճանաչում էր այդ վարքագծի օրինակը, քանի որ նմանատիպ իրավիճակներ տեսել էր գործարար աշխարհում։ Անբարեխիղճ մարդիկ, որոնք օգտվում են ուրիշների խոցելիությունից, օգտագործելով հոգեբանական ճնշում, ստեղծելով կեղծ շտապողականության զգացում, շահարկելով տեղեկատվությունը իրենց ուզածին հասնելու համար։ Դա մի տեսակ լուռ, բայց կործանարար բռնություն էր, նա աճող զայրույթ էր զգում, պատկերացնելով այդ երկու գիշատիչներին, որոնք շրջապատել են աշխատասեր կնոջը, ով պարզապես ուզում է պաշտպանել իր դստերը։ Երբ Հասմիկն ավարտեց խոսքը, նա նայեց Արմենին ամոթի հույսի խառնուրդով։ Ասաց, որ գիտի, որ իրավունք չունի որևէ բան խնդրելու, որ նա արդեն շատ ավելին է արել, քան որևէ անծանոթ կաներ, բայց չգիտի, թե ում դիմի։ Արմենը բռնեց նրա ձեռքը, մի ժեստ, որը զարմացրեց հենց իրեն, իր ցուցաբերած մտերմությամբ, ասաց մի բան, որը կփոխեր նրանց բոլորի կյանքերի ընթացքը։ Նա ասաց, որ նա մենակ չէ, որ ոչ ոք արժանի չէ դրա միջով անցնելու, հատկապես ոչ մի նվիրված մայր, որը փորձում է ավելի լավ ապագա կառուցել իր դստեր համար։ Ասաց, որ ինքն ունի ռեսուրսներ, գիտելիքներ, կապեր, որոնք կարող են օգնել նրան լուծել այդ իրավիճակը ճիշտ ձով։ Առաջարկեց վճարել Երանի ժառանգական իրավունքի ոլորտի լավագույն փաստաբաններից մեկի համար, մեկի, ով կարող է վերանայել բոլոր փաստաթղթերը, պաշտպանել Հասմիկի շահերը, երաշխավորել, որ Էդուարդն ու Նունեն չկարողանան օգտվել նրանից։ Հասմիկը փորձեց հրաժարվել, ասելով, որ չի կարող ընդունել այդքան մեծահոգություն, որ չի կարողանա փոխհատուցել։ Բայց Արմենը պնդեց, բացատրելով, որ դա բարեգործություն չէ, այլ արդարություն։ Ասաց, որ ինքն ավելի շատ գումար ունի, քան կարող է ծախսել մի քանի կյանքի ընթացքում, որ երկար ժամանակ հետո առաջին անգամ հնարավորություն ունի օգտագործելու իր ռեսուրսները մի բանի համար, որն իսկապես կարևոր է։ Ասաց, որ Անին այդ խանութում տեսնելը, վախեցած ու մենակ, իր մեջ արթնացրել է մի բան, որը կարծում էր, թե վաղուց կորցրել է, նպատակի զգացում, որը դուրս է շահույթից, հարստության կուտակումից։ Անին, որը լուռ լսել էր ամբողջ խոսակցությունը։ Գրկած մորը նայեց Արմենին մեծ, երախտագիտությամբ լի աչքերով։ Նա հարցրեց այն անմեղությամբ, որը հալեցնում է ցանկացած դիմադրություն, թե արդյոք դա նշանակում է, որ նա այժմ իրենց համար ընտանիքի պես կլինի։ Հարցը Արմենին լիովին անակնկալի բերեց։ Նա մի պահ խոսքեր չգտավ, զգալով, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում, մի զգացմունք, որը չէր կարողանում անվանել, բայց որը հզոր էր ու ճնշող։ Մինչ նա կհասցներ պատասխանել, վարագույրը կտրուկ բացվեց։ Էդուարդն ու Նունեն վերադարձել էին, նրանց արտահայտությունները հասկացնում էին, որ լսել են խոսակցության գոնե մի մասը։ Էդուարդը կատաղած էր, դեմքը կարմիր, բռունցքները սեղմված։ Նունեն փորձում էր պահպանել հանգստությունը, բայց նրա աչքերում թույն կար։ Նրանք սկսեցին մեղադրել Արմենին, իրենց գործերին խառնվելու, իրավիճակից օգտվելու փորձի, ժառանգությունը գողանալու ցանկության մեջ, որն ըստ իրավունքի պետք է մնար ընտանիքում։ Արմենը դանդաղ բարձրացավ, հասնելով իր ամբողջ հասակին, նայեց երկուսին այնքան սառը ահարկու հայացքով, որ նրանք բնազդաբար հետ քաշվեցին։ Նա ասաց ցածր, բայց դանակի պես կտրող ձայնով, որ շատ լավ գիտի, թե ինչ տեսակի մարդիկ են նրանք։ Ասաց, որ ամբողջ կյանքում գործ է ունեցել նրանց նման մակաբույծների հետ կորպորատիվ աշխարհում, մարդկանց, որոնք սնվում են ուրիշների թուլությունից, որոնք օգտագործում են ընտանեկան կապերը որպես շահագործման պատրվակ։ Ասաց, որ եթե նրանք որևէ անկեղծ հետաքրքրություն ունեն Հասմիկի Անիի բարօրության նկատմամբ, պետք է դա ցույց տան, հարգելով նրա որոշումները, անմիջապես դադարեցնելով ճնշումներն ու մանիպուլյացիաները։ Էդուարդը մի փոքր քաջություն վերականգնելով, ասաց, որ Արմենը ոչինչ չգիտի, որ իրենք ընտանիք են, լիակատար իրավունք ունեն մասնակցելու որոշումներին։ Նունեն ավելացրեց այն քաղցր ձայնով, որը վատ էր թաքցնում սպառնալիքը, որ գուցե բոլորի համար ավելի լավ կլինի, եթե Արմենը չխառնվի գործերին, որոնք իրեն չեն վերաբերում, որ երբեմն բարի մտադրություններով անծանոթները ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ։ Հենց այդ ժամանակ Մարսելը, Արմենի օգնականը, որը զուսպ կանգնած էր դրսում, հայտնվեց տեղեկություններով, որոնք փոխեցին իրավիճակի ողջ դինամիկան։ Նա օգտագործել էր սպասելու ժամանակը, որոշ արագ հետաքննություններ անելու համար, մի բան, որը Արմենը զգուշորեն խնդրել էր հաղորդագրությամբ։ Մարսելը հայտնեց, որ պարզել է, որ Էդուարդն ունի զգալի պարտքերի պատմություն, այդ թվում վաշխառուներից վերցրած վարկեր, որ Նունեն 2 անգամ դատվել է խարդախության համար, կեղծ փաստաթղթերի ժառանգությունների ապօրինի յուրացման հետ կապված գործերով։ Երկուսն էլ ունեին նախադեպեր, որոնք լուրջ հարցեր էին առաջացնում նրանց իրական մտադրությունների վերաբերյալ։ Եթե դուք լինեիք Հասմիկի տեղում, կընդունեիք Արմենի օգնությունը, թե կփորձեիք ամեն ինչ լուծել ինքնուրույն։
Ասեք մեզ մեկնաբանություններում։ Այս բացահայտումների ազդեցությունը կործանարար էր։ Հասմիկը գունատվեց, ձեռքը շոկից բերանին տարավ։ Անին լիովին չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց զգում էր օդը լցնող լարվածությունը։ Էդուարդն ու Նունեն քարացել էին, նրանց ընտանեկան մտահոգության դիմակները լիովին փլուզվում էին։ Էդուարդը փորձեց վիճել, թե դրանք սուտ են, որ ինչ-որ մեկը փորձում է զրպարտել իրենց, բայց ձայնը դողում էր, մարմնի լեզուն մատնում էր նրան։ Արմենն ասաց, որ չի ուզում հիվանդանոցում տեսարան սարքել, որ չափազանց շատ է հարգում այնտեղ աշխատող մասնագետներին հանգստության կարիք ունեցող մյուս հիվանդներին։ Բայց բացարձակապես հասկացրեց, որ այդ պահից սկսած Էդուարդի Նունեի կողմից Հասմիկին ճնշելու, շահարկելու կամ սպառնալու ցանկացած փորձ կդիտարկվի առկա բոլոր իրավական գործիքներով։ Ասաց, որ արդեն հրահանգել է իր փաստաբաններին անհրաժեշտության դեպքում պատրաստել սահմանափակման որոշում, որ չի տատանվի հրապարակելու երկուսի քրեական անցյալի պարտքերի մասին բոլոր տեղեկությունները, եթե նրանք անմիջապես չնահանջեն։ Սպառնալիքը հստակ էր, Արմենն ուներ այն իրականացնելու ռեսուրսները։ Էդուարդն ու Նունեն դա գիտեին։ Նրանք արագ հայացքներ փոխանակեցին, զայրույթով ու հիասթափությամբ լի լուռ հաղորդակցություն։ Նունեն փորձեց վերջին քայլը, դառնալով Հասմիկին էմոցիոնալ կոչ անելով, ասելով, որ իրենք ընտանիք են, որ արյունն ավելի կարևոր է, քան փողը, որ նա չպետք է վստահի անծանոթներին։ Բայց Հասմիկը, ուշ ստան։ Ալով Արմենի ներկայությունից այն մարդկանց մասին ճշմարտության բացահայտումից, որոնք իբր մտահոգված էին իրենով, գտավ մի քաջություն, որը չգիտեր, թե ունի։ Նա ասաց մի ձայնով, որը դողում էր, բայց չէր տատանվում, որ ուզում է, որ նրանք գնան։ Ասաց, որ չի ուզում նրանց նորից տեսնել, որ ժառանգության վերաբերյալ բոլոր հետագա հաղորդակցությունները կկատարվեն փաստաբանների միջոցով։ Ասաց, որ նրանք կորցրել են ընտանիք կոչվելու ցանկացած իրավունք, երբ ընտրել են ագահությունը կարեկցանքից վեր դասելը։ Նրա խոսքերը պարզ էին, բայց կրում էին տարիների շահագործման անհարգալից վերաբերմունքի ծանրությունը, որոնք վերջապես առերեսվում էին։ Էդուարդն ու Նունեն այլ ընտրություն չունեին, քան հեռանալ։ Նրանք դա արեցին, թունոտ հայացքներ նետելով Հասմիկին, Արմենին, լուռ խոստանալով, որ սա դեռ չի ավարտվել։ Բայց առայժմ նրանք պարտված էին, նրանց դիմակները պատռված, իրական մտադրությունները բացահայտված բոլորի առջ։ Երբ նրանք վերջապես հեռացան, թեթացած, բայց հոգնած լռություն տիրեց մահճակալի շուրջ փոքր տարածքում։ Հասմիկը սկսեց լաց լինել, բայց դրանք թեթացման երախտագիտության խառը արդյունքներ էին։ Նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում Արմենին, նրան անվանելով Աստծո կողմից ուղարկված հրեշտակ, հրաշք, որը հայտնվեց, երբ ինքն ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Արմենը, անհարմար զգալով այդքան նվիրվածությունից, փորձեց նվազեցնել իր արարքի նշանակությունը, բայց խորքում գիտեր, որ այդ օրը ջրբաժան էր եղել ոչ միայն Հասմիկի ու Անիի, այլ հենց իր համար։ Նա տասնամյակներ ապրել էր շքեղության ու իշխանության աշխարհում, որտեղ յուրաքանչյուր որոշում հաշվարկված էր շահույթը առավելագույնի հասցնելու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Բայց այդ օրը, երկար ժամանակ հետո առաջին անգամ, նա որոշում էր կայացրել, հիմնվելով զուտ կարեկցանքի արդարության վրա։ Եվ այն զգացումը, որ դա նրան բերեց, ավելի գոհացուցիչ էր, քան ցանկացած հաջողված գործարք, ավելի բավարարող, քան իր բանկային հաշվի ցանկացած լրացուցիչ թիվ։ Մինչ գիշերն իջնում էր Երանի վրա, քաղաքի լույսերը սկսում էին վառվել դրսում, Արմենը նստած էր աթոռին, Հասմիկի մահճակալի կողքին, Անին քնած նրա գրկում։ Հասկանում էր, որ իր կյանքն անդառնալիորեն փոխվել է։ Նա այդ օրը մտել էր որպես մենակ մարդ, նոր կոստյում փնտրելու։ Դուրս էր գալիս որպես մեկը, ով ուներ իրական պատասխանատվություն, մարդիկ, որոնք կախված էին իրենից, մի նպատակ, որը շատ ավելի հեռու էր գնում, քան ինքն իրեն։ Եվ թե նա դեռ չգիտեր բոլոր մարտահրավերները, որոնք կգային, բոլոր մարտերը, որոնք պետք է մղեր, պաշտպանելու համար այդ փոքրիկ ընտանիքը, որին որդեգրել էր, մի բան հաստատ էր։ Նա այլևս երբեք չէր լինի այն մարդը, որն էր, երբ արթնացել էր երանյան ձմռան այդ անձրոտ առավոտյան։ Հիվանդանոցում այդ հանդիպմանը հաջորդած շաբաթները խորը փոփոխություններ բերեցին բոլոր ներգրավվածների կյանքում։ Արմենը կատարել էր իր խոստումը վարձել տիկին Բելլա Մելիքյանին, Երանի ամենահարգված փաստաբաններից մեկին, երբ խոսքը վերաբերում էր ժառանգական իրավունքին գույքի պաշտպանությանը։ Բելլան 50 տարեկան կին էր, կարճ, ալեհեր մազերով, ժամանակակից շրջանակով ակնոցներով անողոք լինելու համբավով, երբ պաշտպանում էր իր հաճախորդներին։ Ընդամենը 2 շաբաթում նա կարողացել էր լիովին քանդել Էդուարդի Նունեի, Հասմիկի ժառանգությունը յուրացնելու փորձերը։
Փաստաթղթերը, որոնք նրանք ճնշել էին Հասմիկին ստորագրելու, մանրակրկիտ վերլուծվեցին, պարզվեց, որ դրանք իրավական ծուղակներ են, մշակված գույքի մեծ մասը նրանց կողմից վերահսկվող հաշիվներին փոխանցելու համար, վարչական վճարների գոյություն չունեցող պարտքերի մարման կեղծ պատրվակներով։ Բելլան կարողացավ ամեն ինչ հետ շրջել, երաշխավորել, որ գույքի իրական արժեքները սահմանվեն անկախ գնահատումների միջոցով, գործընթացներ սկսել Էդուարդի Նունեի դեմ խարդախության փորձի հարկադրանքի համար։ Հաղորդագրությունը պարզ էր։ Այդ երկուսն այլս չէին մոտենա Հասմիկին Անիին, առանց լուրջ իրավական հետանքների բախվելու։ Հասմիկը դուրս էր գրվել հիվանդանոցից մեկ շաբաթ հոսպիտալացումից բժշկական հսկողությունից հետո։ Բժիշկները ախտորոշել էին, որ նրա կրիզը եղել է ծայրահեղ սթրեսի չբուժված հիպերտոնիայի համադրության արդյունք։ Արմենը զուսպ կերպով կազմակերպել էր, որ նա հետազոտվի մասնավոր սրտաբանի մոտ երաշխավորել, որ նա ունենա բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները։ Երբ Հասմիկը փորձեց հրաժարվել, ասելով, որ արդեն չափազանց շատ օգնություն է ստանում, Արմենն անդրդվելի էր։ Ասաց, որ դա ընտրովի չէ, որ նրա առողջությունը հիմնարար է Անիի համար, որ ինքը թույլ չի տա, որ հպարտությունը վտանգի տակ դնի նրանցից որևէ մեկի բարօրությունը։ Արմենի այդ փոքրիկ ընտանիքի միջ հարաբերությունները դարձան մի բան, որը ոչ ոք, ներառյալ հենց ինքը, չէր սպասում։ Նա սկսեց ամեն օր այցելել հիվանդանոց, միշտ ինչ-որ բան բերելով Անիի համար, գունազարդման գիրք, պարզ խաղալիք, շոկոլադներ։ Աղջիկը կապվել էր նրա հետ մի ձով, որը միաժամանակ հուզիչ վախեցնող էր Արմենի համ։ Ով երբեք երեխաներ չէր ունեցել, լավ չգիտեր, թե ինչպես վարվել այն բացարձակ վստահության հետ, որը նա դնում էր իր վրա։ Անին նրան անվանում էր Արմեն Քեռի, ամեն անգամ, երբ նա գալիս էր, նրա դեմքը լուսավորվում էր մի ժպիտով, որը ստիպում էր նրա սիրտը սեղմվել մի ձով, որը նա չէր կարողանում բացատրել։ Երբ Հասմիկը դուրս գրվեց, վերադարձավ իր տուն Շենգավիթում, Արմենը պնդեց այցելել նրանց։ Առաջին անգամ, երբ նա հասավ այդ համայնք, ցնցում էր նրա համար։ Նեղ ու վատ սալարկված փողոցները, իրար կպած փոքրիկ տները, ամայի տարածքներում բոբիկ խաղացող երեխաները, տարբեր ուղղություններից եկող բարձր երաժշտության մշտական աղմուկը, պատրաստվող ուտելիքի հոտը, որը խառնվում էր որոշ հատվածներում բացօթյա հոսող կոյուղու հոտին։ Դա մի Հայաստան էր, որի գոյության մասին նա գիտեր, բայց որից զգուշորեն մեկուսացված էր մնացել իր ողջ արտոնյալ կյանքի ընթացքում։ Հասմիկի տունը մանրատիպ էր, երկու փոքր սենյակ, նեղ լոգարան։ Պատերին խոնավության հետքեր կային, առաստաղը ճաքեր ուներ, կահույքը հին էր, բազմիցս նորոգված։ Բայց այն մաքուր էր, գազմ։ Ակերպված հնարավորինս մեծ խնամքով, այնտեղ մի մարդկային ջերմություն կար, որը Արմենի առանձնատները երբեք չէին ունեցել։ Հասմիկը տեսանելիորեն ամաչեց, երբ նա ներս մտավ, ներողություն խնդրելով տան չափի, տեղի աղքատության համար։ Արմենը, սակայն, նստեց մաշված բազմոցին, կարծես իր սեփական հյուրասենյակում լիներ, ասաց, որ տան արժեքը կահույքի կամ չափի մեջ չէ, այլ այն մարդկանց մեջ, որոնք ապրում են դրանում, այն սիրո մեջ, որը կիսում են։ Հենց այդ այցելությունների ընթացքում Արմենը սկսեց ճանաչել Հասմիկին ոչ միայն որպես զոհի, որը պաշտպանության կարիք ուներ, այլ որպես ուժեղ, խելացի արժանապատվությամբ լի կնոջ, չնայած իր դիմագրաված բոլոր դժվարություններին։ Նա խոսում էր Անիի համար իր երազանքների մասին, թե ինչպես էր ուզում, որ դուստրը սովորի, որ ունենա հնարավորություններ, որոնք ինքը երբեք չի ունեցել, որ ճանաչի մի աշխարհ, այդ նեղ փողոցներից այն կողմ։ Խոսում էր իր աշխատանքի մասին որպես օրավարձով մաքրուհի, այն տների մասին, որոնք մաքրում էր, թե ինչպես երբեմն նրան վերաբերվում էին որպես անտեսանելիի այն մարդիկ, որոնց համար աշխատում էր, բայց թե ինչպես էր սովորել գլուխը բարձր պահել արժանապատվությունն անձեռնմխելի։ Արմենն իր հերթին սկսեց բացվել մի ձով, որը զարմացրեց հենց իրեն։ Պատմեց իր սեփական մանկության մասին, մի բան, որը հազվադեպ էր կիսում որևէ մեկի հետ։ Ասաց, որ թե ծնվել էր հարուստ ընտանիքում, հայրը սառը հեռու մարդ էր, տարված բիզնեսով լիովին բացակա զգացմունքային առումով։ Մայրը, որը սերում էր ավանդական, բայց սնանկացած ընտանիքից, ամուսնացել էր հաշվարկով օրերն անցկացնում էր երեկույթներում ու հասարակական միջոցառումներում, վավերացում փնտրելով բարձր հասարակության շրջանակներում։ Արմենը մեծացել էր շքեղությամբ շրջապատված, բայց սիրո քաղց զգալով, դաստիարակվել էր անընդհատ փոխվող սպասուհիների կողմից, ուղարկվել թանկարժեք գիշերօթիկ դպրոցներ, որտեղ վաղ տարիքից սովորել էր զգացմունքային պատեր կառուցել, իրեն պաշտպանելու համար։ Նա պատմեց, որ իր ամուսնությունը, շատ տարիներ առաջ, նույնքան դատարկ էր եղել։ Ամուսնացել էր Պատրիցիայի, նույն սոցիալական դասի, գեղեցիկ կրթված կնոջ հետ, բայց որը նրա մեջ տեսնում էր միայն ազգանունն ու բանկային հաշիվը։
Նրանք 8 տարի միասին ապրել էին որպես նույն հասցեն կիսող քաղաքավարի անծանոթներ։ Երբ նա ամուսնալուծություն պահանջեց էլ ավելի հարուստ գործարարի հետ ամուսնանալու համար, Արմենն առանց տատանվելու ստորագրեց փաստաթղթերը, զգալով միայն թեթացում։ Այդ ժամանակվանից նա իրեն լիովին նվիրել էր բիզնեսին, կառուցելով կայսրություն, բայց ապրելով միայնության մեջ, որը հազիվ էր խոստովանում ինքն իրեն։ Հասմիկը ուշադիր լսում էր ամեն ինչ, երբ նա ավարտեց, ասաց մի բան, որը տպավորվեց Արմենի մտքում։ Ասաց, որ երբեմն աշխարհի ամենահարուստ մարդիկ ամենաաղքատն են այնտեղ, որտեղ իսկապես կարոր է սրտում հոգում։ Ասաց, որ ինքը գուցե փող չունի, բայց ունի անիին, ունի հարաններ, որոնք օգնում են իրար, ունի դժվար, բայց իրական կյանք, իրական զգացմունքներով, անկեղծ կապերով։ Նրա խոսքերում դատապարտում չկար, միայն պարզ իմաստություն, որը գալիս էր մեկից, ով զգացել էր մարդկային արժանապատվության մետաղադրամի երկու կողմերը։ Հենց այս աճող մտերմության համատեքստում առաջացան առաջին լուրերն ու խնդիրն է։ Լ. Արմենի ընկերությունում Կարապետյան հոլդինգս նրա գործընկերներն ու ղեկավարները սկսեցին նկատել փոփոխություններ նրա վարքագծում։ Նա ավելի քիչ էր ներկա լինում ժողովներին, հաճախ ավելի շուտ էր հեռանում գրասենյակից, չեղարկում կարևոր հանձնարարություններ Հասմիկի Անիի հետ ժամանակ անցկացնելու համար։ Նրա օգնական Մարսելը փորձում էր իրավիճակը կառավարել լավագույնս, բայց հարցերն անխուսափելի էին։ Ռիչարդ Սարգսյանը, հոլդինգի փոխնախագահը, գլխավոր գործընկերներից մեկը, 45 տարեկան մի տղամարդ, որը հայտնի էր իր անհակ ամբիցիաներով սկզբունքների բացակայությամբ, սկսեց հարցեր տալ։ Հարցրեց Մարսելին, թե ինչ է կատարվում Արմենի հետ, ինչու է նա այդքան ցրված թվում, արդյոք առողջական խնդիր կա, որի մասին իրենք պետք է իմանան։ Մարսելը, հավատարիմ Արմենին, տեղեկությունները մշուշոտ պահեց, ասելով միայն, որ ղեկավարը զբաղվում է կարևոր անձնական հարցերով։ Բայց Ռիչարդին հեշտ չէր խաբել, նա սկսեց ինքնուրույն հետաքննություն անել։ Մասնավոր դետեկտիվի միջոցով Ռիչարդը բացահայտեց Արմենի կապը Հասմիկի Անիի հետ։ Սկ. Զբում նա շփոթվեց, հետո հետաքրքրվեց, վերջապես հնարավորություն տեսավ։ Ռիչարդը տարիներ էր անցկացրել, փորձելով ավելացնել իր մասնաբաժինն ընկերությունում, բայց Արմենը միշտ երկաթե վերահսկողություն էր պահպանում բոլոր կարևոր որոշումների վրա։ Եթե նա կարողանար ինչ-որ կերպ ապակայունացնել Արմենին, գուցե օգտագործելով այս արտասովոր իրավիճակը, նրան խորհրդի առջ հարցաքննելու համար, կարող էր վերջապես ավելի շատ իշխանություն ստանալ։ Ռիչարդը զգուշորեն սկսեց կասկածներ սերմանել մյուս ղեկավարների խորհրդականների շրջանում։ Ժողովներում մեկնաբանում էր, թե ինչպես է Արմենը թվում, թե գլուխը տեղը չէ, ինչպես են կարևոր որոշումները հետաձգվում, ինչպես դա կարող է բացասաբար ազդել բիզնեսի վրա։ Առաջարկում էր կեղծ մտահոգությամբ, որ գուցե Արմենը ինչ-որ ճգնաժամի միջով է անցնում, որ գուցե պետք է արձակուրդ վերցնի, որ ինչ-որ մեկը պետք է ժամանակավորապես ստանձնի պաշտոնը, ընկերության կայունությունն ապահովելու համար։ Տարաձայնության սերմերը ցանվեցին, բայց Արմենը, տարված իր նոր նպատակով, սկզբում չնկատեց իր շուրջը ձավորվող դավադր։ Ությունը։ Նա կենտրոնացած էր երաշխավորելու վրա, որ Հասմիկն ու Անին անվտանգ լինեն, որ ժառանգությունը պատշաճ կերպով պաշտպանվի, որ Էդուարդն ու Նունեն այլս խնդիրներ չստեղծեն։ Նա բացահայտում էր մի երջանկություն, որը երբեք չէր զգացել, անհրաժեշտ լինելու զգացում, իրական տարբերություն ստեղծելու այն մարդկանց կյանքում, որոնք մտահոգված էին իրենով ոչ թե իր փողի, այլ նրա համար, թե ով էր ինքը։ Անին դարձել էր նրա կյանքի ամենապայծառ կետը։ Նա նրան տանում էր զբոսանքների, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել, կենդանաբանական այգի, որտեղ նա հիացմունքից քարացել էր, տեսնելով կենդանիներին, որոնց ճանաչում էր միայն գրքերից։ Ակվարիում, որտեղ ժամերով կպած մնացել էր ապակիներին, դիտելով գունավոր ձկներին։ Մի գրախանութ, որտեղ նա ասաց, որ կարող է ընտրել այնքան գիրք, որքան ուզում է, նա ընտրեց ընդամենը 3-ը, քանի որ կարծում էր, թե չափազանց շատ է խնդրում։ Նրա հետ յուրաքանչյուր պահը մանկական ուրախության մաքրության, այն մասին, թե ինչպես ամենապարզ բաները կարող են առաջացնել ամենաուժեղ զգացմունքները, բացահայտում էր։ Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ մի քաղաքային այգում, որտեղ Անին խաղում էր խաղահրապարակում, մինչ Արմենն ու Հասմիկը զրուցում էին մոտակա նստարանին, ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Հասմիկը խոսում էր իր ապագա պլանների մասին, թե ինչպես ժառանգության հարցը վերջնականապես լուծվելուց հետո, նա գուցե կարող է փոքր բիզնես բացել, ինչ-որ բան կապված մաքրության հետ, բայց որպես սեփականատեր, ոչ թե աշխատող, ինչպես կարող է կայունություն ապահովել Անիի համար։
Նա ոգորված էր, աչքերը փայլում էին նորացված հույսով, Արմենը բռնեց իրեն դիտելիս ոչ միայն նրա խոսքերը, այլ նրա դեմքը, այն ձև, որով նրա ժպիտը լիովին փոխում էր նրա արտահայտությունը, բնական գեղեցկությունը, որը կյանքի դժվարությունները չէին կարողացել ջնջել։ Հասմիկը նկատեց նրա հայացքը հանկարծ ամաչեց, հարցնելով, թե արդյոք ինչ-որ բան սխալ է։ Արմենն ասաց, որ ոչ, որ պարզապես ուրախ է նրան այդպես տեսնելու համար, երջանիկ պլաններով լի։ Մի պահ լռություն տիրեց, լի մի բանով, որը նրանցից ոչ մեկը պատրաստ չէր անվանելու, մի ձգողություն, որը դուրս էր երախտագիտությունից կամ կարեկցանքից, բայց որը երկուսն էլ գիտեին, որ չափազանց բարդ է պարզապես ճանաչելու համար։ Նրանք գալիս էին բոլորովին տարբեր աշխարհներից, նրանց կյանքերը անհամատեղելի էին գրեթե բոլոր գործնական առումներով, այնուամենայնիվ մի անկեղծ կապ կար, որն աճում էր ամեն օր։ Հենց այդ ժամանակ Էդուարդն ու Նունեն, կատաղած իրենց իրավական ֆինանսական պարտությունից, որոշեցին այլ կերպ հակահարված տալ։ Եթե չէին կարող ունենալ ժառանգությունը, կարող էին գոնե խնդիրներ ստեղծել, գուցե գտնել իրավիճակից շահույթ ստանալու այլ միջոց։ Նրանք սկսեցին լուրեր տարածել այն համայնքում, որտեղ ապրում էր Հասմիկը, ասելով, որ նա իրեն վաճառել է հարուստ տղամարդու, որ օգտագործում է դստերը փող ստանալու համար, որ լքել է իր դա սակարկն ու արմատները։ Լուրերը դաժան էին բոլորովին կեղծ, բայց որոշ հարաններ դրդված նախանձից կամ պարզ չարությունից սկսեցին հավատալ ավելի տարածել։ Հասմիկը սկսեց նկատել տարօրինակ հայացքներ, երբ դուրս էր գալիս տանից, շուկներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր։ Մի հարանուհի, որի հետ միշտ լավ հարաբերություններ ուներ, նույնիսկ ուղղակիորեն առերեսվեց նրա հետ, հարցնելով, թե արդյոք ճիշտ է, որ նա հարուստ տղամարդ է գտել իրեն պահելու համար։ Հասմիկը փորձեց բացատրել ճշմարտությունը, բայց հասկացավ, որ որոշ մարդիկ արդեն որոշել էին հավատալ այն տարբերակին, որն ավելի սկանդալային էր, ավելի դրամատիկ։ Այդ համայնքային դավաճանության ցավը խորն էր, քանի որ դրանք մարդիկ էին, որոնց հետ նա կիսել էր իր կյանքի տարիները, որոնց հետ կիսել էր դժվարություններն ու փոքր ուրախությունները։ Երբ Արմենն իմացավ լուրերի մասին, կատաղեց։ Ուզում էր իրավականորեն առերեսվել Էդուարդի Նունեի հետ, դատի տալ նրանց զրպարտության համար, ստիպել, որ վճարեն իրենց տարածած յուրաքանչյուր ստի համար։ Բայց Հասմիկը կանգնեցրեց նրան, ասե. Լով, որ դա միայն կվատթարացնի իրավիճակը, որ ավելի շատ վառելիք կտա լուրերին։ Նա ասաց, որ ճշմարտությունը ի վերջո կբացահայտվի, որ այն մարդիկ, որոնք իսկապես կարող են, գիտեն իր բնավորության մասին։ Բայց Արմենը կարող էր տեսնել ցավը նրա աչքերում, այն ձև, որով այդ ստերը խորապես ազդում էին նրա վրա։ Հենց այդ ժամանակ Արմենը կայացրեց մի որոշում, որը զարմացրեց բոլորին։ Նա առաջարկեց Հասմիկին, որ նա անին տեղափոխվեն մի տուն, որն ինքն ուներ ավելի լավ թաղամասում, փոքր, բայց հարմարավետ սեփականություն, որը ամիսներ շարունակ դատարկ էր։ Ասաց, որ դա բարեգործություն չէ, որ նա կարող է խորհրդանշական վարձավճար վճարել, եթե դա նրան ավելի լավ կզգացնի, բայց իմաստ չունի, որ նրանք շարունակեն մնալ մի տեղում, որտեղ նրանց դատում են վատ են վերաբերվում։ Ասաց, որ անին արժանի է մեծանալ անվտանգ միջավայրում, որտեղ կարող է խաղալ առանց վտանգի, որտեղ Հասմիկը ստիպված չի լինի անհանգստանալ նրանց անվտանգության համար ամեն գիշեր։ Հասմիկը երկմտում էր։ Մի կողմից, առաջարկը գայթակղիչ էր, նշանակում էր նրանց կյանքի որակի հսկայական բարել։ Ավում։ Մյուս կողմից, վախենում էր, թե ինչ կասեն մարդիկ, ինչպես դա կմեկնաբանվի, որ ստեղծում է կախվածություն Արմենից, որը կարող է վնասակար լինել երկարաժամկետ հեռանկարում։ Նա իր մտահոգություններն ազնվորեն արտահայտեց, Արմենը դրանք լսեց հարգանքով։ Նա ասաց, որ հասկանում է նրա վախերը, բայց վերջին շաբաթների ընթացքում ինչ-որ բան է սովորել, որ կյանքը չափազանց կարճ է ապրելու համար, չափից դուրս անհանգստանալով այն մարդկանց դատողություններով, որոնք չգիտեն ճշմարտությունը, որ անի բարօրությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն, որ ինքն առաջարկում է անկեղծ օգնություն մեկից, ով մտահոգված է, ոչ թե որպես հզոր մարդ, որն օգնում է կարիքավորին, այլ որպես ընկերներ, որոնք օգնում են իրար։ Ընկերներ բառը կախված մնաց օդում, երկուսն էլ գիտեին, որ այն դառնում է անբավարար, նկարագրելու համար այն, ինչ զգում էին իրար նկատմամբ, բայց նա գիտեին, որ դա ընդունելը կբացի մի շարք բարդություններ, որոնցից ոչ մեկը պատրաստ չէր դիմակայելու։ Այսպիսով, նրանք թողեցին բառն այնտեղ, անբավարար, բայց անվտանգ, ժամանակավոր պատն։ Եշ, վերահսկողությունից դուրս աճող զգացմունքների դեմ։ Մինույն ժամանակ, Կարապետյան հոլդինգս, ում Ռիչարդ Սարգսյանի դավադրությունն ուժ էր հավաքում։ Նա կարողացել էր համոզել խորհրդի 7 անդամներից 3-ին, որ Արմենի կառավարման հետ լուրջ խնդիրներ կան, որ նա անտեսում է իր պարտականությունները, որ ընկերությունը վտանգի տակ է։
Նա նշանակել էր խորհրդի արտահերթ նիստ, հարցը քննարկելու համար, Արմենին պատշաճ կերպով չտեղեկացնելով օրակարգի իրական բնույթի մասին։ Դա դասական կորպորատիվ ծուղակ էր, այնպիսի քաղաքական քայլ, որը տեղի էր ունենում աշխարհի բոլոր ընկերությունների նիստերի դահլիճներում, երբ ամբիցիան օպորտունիզմը հանդիպում էին։ Մարսելը պլանի մասին իմացավ նիստից ընդամենը 1 օր առաջ, մի հավատարիմ քարտուղարուհու միջոցով, որը լսել էր խոսակցություններ, որոնք չպետք է լսեր։ Նա անմիջապես տեղեկացրեց Արմենին, որը սկզբում անհավատությամբ լցվեց։ Հետո եկավ զայրույթը, որին հաջորդեց սառը վճռականությունը։ Արմենը զրոյից էր կառուցել այդ ընկերությունը, արդեն իսկ զգալի ժառանգությունը վերածելով բազմամիլիարդանոց կայսրու։ Թիան։ Նա թույլ չէր տա, որ Ռիչարդը կամ որևէ այլ շահամոլ վերցնի այն, ինչ իրենն է, հատկապես ոչ օգտագործելով իր նորովի գտած մարդկայնությունը որպես զենք իր դեմ։ Խորհրդի նիստից մեկ գիշեր առաջ Արմենը երկար զրույց ունեցավ Հասմիկի հետ։ Նա բացատրեց իրավիճակը, թե ինչպես էր թերագնահատել այն մարդկանց չարությունը, որոնց կարծում էր, թե ճանաչում էր, թե ինչպես էր իր Անիի հետ իր կապն օգտագործվում, իրեն մասնագիտական առումով հարցաքննելու համար։ Ասաց, որ պետք է պայքարի, որ պետք է ապացուցի, որ կարող է հավասարակշռել իր անձնական կյանքն ու մասնագիտական պարտականությունները, որ պայքարը դժվար, բայց անհրաժեշտ կլինի։ Հասմիկը լսեց ամեն ինչ, հետո բռնեց նրա ձեռքերը։ Ասաց, որ եթե նա պետք է հեռանա իրենցից, պաշտպանելու համար այն, ինչ կառուցել է, ինքը կհասկանա։ Ասաց, որ իրենք արդեն անչափ շնորհակալ են այն ամենի համար, ինչ նա արել է, որ կգոյատեն, եթե նա պետք է լիովին վերադառնա իր աշխարհ։ Բայց Արմենը վճռականորեն գլուխը թափահարեց։ Ասաց, որ տարիներ շարունակ ապրել է միայն բիզնեսի համար, կուտակելով հարստություն իշխանուչի։ Բայց գործընթացում կորցնելով իր մարդկայնությունը։ Ասաց, որ Հասմիկին Անին ճանաչելը իրեն վերադարձրել է մի բան, որի մասին նույնիսկ չգիտեր, թե կորցրել է, որ պատրաստ չէ դրանից հրաժարվելու, ոչ Ռիչարդ Սարգսյանի համար, ոչ էլ որևէ մեկի։ Նա ասաց, որ կպայքարի ոչ միայն ընկերության, այլ լիարժեք կյանք ապրելու իրավունքի համար, մի կյանք, որը կներառի մասնագիտական հաջողություն, իրական մարդկային կապեր։ Ասաց, որ հոգնել է ապրել մի աշխարհում, որտեղ արժեքը չափվում է միայն շահույթով ու վնասով, որտեղ հարաբերությունները պարզապես գործարքներ են, որտեղ զգացմունքները դիտվում են որպես թուլություններ։ Ասաց, որ ցույց կտա Ռիչարդին մյուս բոլորին, որ հնարավոր է հաջողակ լինել բիզնեսում մի նույն ժամանակ սիրտ ունենալ, որ այդ երկու բաները փոխադարձաբար բացառող չեն։ Հասմիկը ժպտաց, այդ ժպիտում հպարտություն կար։ Ասաց, որ հավատում է նրան, որ գիտի, որ նա բավական ուժեղ է ցանկացած պայքարի դիմակայելու համար։ Ասաց, որ իրենք այնտեղ կլինեն, կերկրպագեն նրան, պատրաստ կլինեն աջակցելու նրան այնպես, ինչպես կարող է։ Եվ այդ պահին նստած համեստ տան փոքրիկ սենյակում, շրջապատված այդ միջավայրի պարզությամբ ու ազնվությամբ, Արմենն իրեն ավելի ուժեղ, ավելի պատրաստ զգաց, քան եթե լիներ իր շքեղ գրասենյակում, շրջապատված թանկարժեք խորհրդականներով։ Փոթորիկը ձավորվում էր բազմաթիվ ճակատներում։ Էդուարդն ու Նունեն շարունակում էին վրեժխնդիր լինելու իրավիճակից շահույթ ստանալու ձեռ հյուսել։ Ռիչարդ Սարգսյանը պատրաստում էր իր վերջնական քայլը, ընկերության վերահսկողությունը վերցնելու համար։ Համայնքում լուրերը շարունակում էին թունավորել Հասմիկի հեղինակությունը։ Եվ այս ամենի մեջ 3 մարդ, Արմենը, Հասմիկը, Անին, փորձում էին կառուցել ինչ-որ անկեղծ ու արժեքավոր բան մի աշխարհում, որը կարծես վճռական էր ոչնչացնելու այն ամենը, ինչը նման էր անշահախնդիր բարությանը։ Բայց եթե կար մի բան, որ այդ վերջին շաբաթները սովորեցրել էին Արմենին, դա այն էր, որ ամենակարևոր մարտերը չեն մղվում նիստերի դահլիճներում կամ իրավական փաստաթղթերում։ Դրանք մղվում են սրտում, մեր սիրելիներին պաշտպանելու վճռականության մեջ, հարմարավետության փոխարեն մար դկայնությունն ընտրելու քաջության մեջ։ Եվ նա պատրաստ էր մղելու դրանցից բոլորը, անկախ նրանից, թե քանի հակառակորդ կհայտնվի ճանապարհին։ Գիշերն իջնում էր Երանի վրա, դրա հետ գալիս էին բացահայտումների, առճակատումների որոշումների խոստումներ, որոնք կփոխեին բոլոր ներգրավվածների ճակատագիրն այնպիսի ձևով, որոնք դեռ ոչ ոք չէր կարող լիովին կանխատեսել։ Կարապետյան հոլդինգսի 20-րդ հարկի նիստերի դահլիճը լցված էր գրեթե շոշափելի լարվածությամբ, երբ Արմենը ներս մտավ ուղիղ առավոտյան ժամը 9-ին։ Նա հագել էր իր ամենաանթերի կոստյումներից մեկը, մուգ կապույտ, որը բացարձակ հեղինակություն էր հաղորդում, նրա արտահայտությունը սառցե հանգստության էր, որը բոլոր նրանք, ովքեր նրան ճանաչում էին, գիտեին, որ ավելի վտանգավոր է, քան զայրույթի ցանկացած դրսևորում։ Խորհրդի 7 անդամներն արդեն նստած էին հսկայական կարմրափայտե սեղանի շուրջ, այն լռությունը, որ տիրեց, երբ նա ներս մտավ, խլացուցիչ էր։
Ռիչարդ Սարգսյանը հակառակ ծայրում էր, ինքնավստահ ժպիտով, որը հազիվ էր թաքցնում իր կանխավայելած բավարարվածությունը։ Նրա կողքին էին իր 3 դաշնակիցները՝ Մարատ Ֆուրտադյանը, մի ներդրող, որը միշտ վրդովված էր Արմենի ազդեցությունից, Հելենա Քարթաշյանը, մի գործարար կին, որը իրավիճակում տեսնում էր սեփական ազդեցության ցանցն ընդլայնելու հնարավորություն, Գորգ Թավադյանը, մի կորպորատիվ իրավաբան, ում հավատարմությունը միշտ կասկածելի էր։ Խորհրդի մյուս 3 անդամները չեզոք արտահայտություններ էին պահպանում, ակնհայտորեն սպասելով տեսնելու, թե ինչպես կզարգանա իրավիճակը, նախքան կողմեր ընտրելը։ Արմենը հանգիստ նստեց իր աթոռին, մատները խաչեց սեղանի վրա, սպասեց։ Ռիչարդը, անհամբեր վերահսկելու պատմությունը, կոկորդը մաքրեց, սկսեց խոսել։ Ասաց, որ այդ նիստը հրավիրվել է, քանի որ օրինական մտահոգություններ կան ընկերության վերջին կառավարման վերաբերյալ, հետաձգվող որոշումների, նախագահի հաճախակի բացակայության վճռորոշ նիստերից, անձնական կապերի մասին լուրերի, որոնք կարող են վտանգել նրա դատողությունը, հետաբար, ընկերության հեղինակությունը։ Ռիչարդը խոսեց գրեթե 15 րոպե, կառուցելով մի գործ, որը մակերեսորեն ամուր էր թվում։ Նա ներկայացրեց վիճակագրություն այն նիստերի մասին, որոնցից Արմենը բացակայել էր, հետաձգված որոշումների, պայմանագրերի, որոնք սովորականից ավելի երկար էին տել կնքվելու համար։ Նա ակնարկեց, առանց ուղղակիորեն ասելու, որ Արմենն ինչ-որ անձնակա ճգնաժամի միջով է անցնում, որը նրան անպիտան է դարձնում ընկերությունը շարունակելու ղեկավարելու համար։ Առաջարկեց, որ գուցե ժամանակն է վարչական վերակազմավորման, համատեղ ղեկավարության, խորհրդին ավելի շատ իշխանություն տալու, կարևոր որոշումներ կայացնելու համար։ Երբ Ռիչարդը վերջապես ավարտեց իր ելույթը, նա նայեց Արմենին կեղծ մտահոգության տեսքով հարցրեց, թե արդյոք նա ասելիք ունի իր պաշտպանության համար։ Հենց այդ ժամանակ Արմենը ժպտաց, այդ ժպիտը ստիպեց Ռիչարդին մի փոքր կորցնել վստահությունը։ Արմենն ասաց, որ այո, շատ բան ունի ասելու, որ հույս ունի, որ բոլորը հարմարավետ են, քանի որ նիստը երկար է լինելու։ Նա սկսեց շնորհակալություն հայտնելով Ռիչարդին, իր ամբիցիաներում այդքան թափանցիկ լինելու համար։ Ասաց, որ գնահատում է, երբ հակառակորդներն իրենց քարտերը բացահայտ են ցույց տալիս, քանի որ դա հեշտացնում է նրանց քանդելու աշխատանքը։ Այնուհետ, մեթոդաբար, Արմենը սկսեց քանդել Ռիչարդի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկ։ Նիստերը, որոնցից նա բացակայել էր, վճռորոշ չէին, դրանք սովորական վարչական հանդիպումներ էին, որոնցում Մարսելը լիովին իրավասու էր ներկայացնելու իրեն։ Հետաձգված որոշումները միտումնավոր էին, քանի որ նա բացահայտել էր սկզբնական պլաններում թերություններ, որոնք կարող էին միլիոնավոր դրամներ արժենալ ընկերությանը։ Երկար տաց պայմանագրերը ճշգրտորեն վերանայվել էին, քանի որ նա հայտնաբերել էր խնդրահարույց կետեր, որոնք մյուսներն անտեսել էին։ Բայց հետո Արմենն ավելի հեռուն գնաց։ Նա բացահայտեց, որ անցկացրել է վերջին գիշերը, մանրակրկիտ վերանայելով ոչ միայն իր սեփական վերջին պատմությունը, այլ Ռիչարդի նրա դաշնակիցների պատմությունը։ Ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ռիչարդը հաստատել է կասկածելի ներդրումներ ընկերություններում, որոնք ուղղակի կապեր ունեին իր անձնական շահերի հետ, խախտելով շահերի բախման հստակ քաղաքականությունը։ Ցույց տվեց, որ Մարատ Ֆուրտադյանը փորձել է թաքցնել զգալի կորուստներ վատ ներդրումներում, որոնք նա կատարել էր Արմենի խորհրդին հակառակ։ Բացահայտեց, որ Հելենա Քարթաշյանն օգտագործել է ընկերության գաղտնի տեղեկությունները, իր սեփական բիզնեսներին օգուտ տալու համար։ Եվ բացահայտեց, որ Գորգ Թավադյանը խորհրդատվական վճարներ է ստացել ընկերություններից, որոնք Կարապետյան հոլդինգս-ի ուղղակի մրցակիցներն էին։ Դահլիճում լիակատար լռություն տիրեց, մինչ Արմենը ներկայացնում էր ապացույց ապացույցի հետից։ Ռիչարդը գունատվել էր, խորհրդի մյուս 3 անդամները, որոնք դաշնակցել էին նրա հետ, կարծես ուզում էին անհետանալ սեղանի տակ։ 3 չեզոք անդամները նայում էին ամեն ինչին ցնցման աճող վրդովմունքի արտահայտություններով։ Արմենը հասկացրեց, որ ամեն ինչ փաստաթղթավորված ունի, որ կարող է իրավական գործընթացներ սկսել նրանց բոլորի դեմ, որ կարող է հրապարակել այդ բոլոր տեղեկությունները, լիովին ոչնչացնել նրանց հեղինակությունը։ Բայց հետո նա ասաց մի բան, որը լիովին փոխեց նիստի տոնը։ Ասաց, որ հետաքրքրված չէ վրեժխնդրությամբ, որ չի ուզում ոչնչացնել կարիերաներ կամ կյանքեր, բայց նա թույլ չի տա, որ իրեն հարձակնեն առանց հետանքների։ Ասաց, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մինչ այդ շաբաթվա վերջ, զուսպ կերպով հրաժարական տալու իրենց պաշտոններից ընկերությունում, պահպանելով իրենց հեղինակությունն անձեռնմխելի, կամ բախվելու հանրային բացահայտման կործանարար իրավական գործընթացների։ Ընտրությունը նրանցն էր։ Ռիչարդը փորձեց պաշտպանություն մրմնջալ, բայց Արմենը կտրեց նրան սառը հայացքով։
Ասաց, որ նրա խոսելու ժամանակն ավարտվել է, որ այդ պահից սկսած նա կլինի ընդամենս մեկ օրինակ, թե ինչպես է առանց էթիկայի ամբիցիան տանում դեպի ինքնաոչնչացում։ Ռիչարդը դուրս եկավ նիստերի դահլիճից, գրեթե սայթաքելով, որին հետեցին մյուս 3 դավադիրները։ Խորհրդի 3 անդամները, որոնք չեզոք էին մնացին, Արմենը նրանց հետ խոսեց 1 ժամ, բացատրելով իր տեսլականը ընկերության ապագայի վերաբերյալ, երաշխավորելով, որ իր վերջին ներկայությունը թե տարբեր, ոչ մի կերպ չի վնասել իր ղեկավարման կարողությունը։ Երբ վերջապես լքեց ընկերության շենքը, Արմենը զգաց, թե ինչպես է հսկայական բեռ հանվում իր ուսերից։ Նա պաշտպանել էր այն, ինչ կառուցել էր, բայց ավելի կարևոր է, նա դա արել էր, չհրաժարվելով իր նորովի վերակտած մարդկայնությունից։ Նա պետք չէր ընտրեր բիզնեսում հաջողակ լինելու պարկեշտ մարդ լինելու միջ։ Նա կարող էր լինել երկուսն էլ, կապացուցեր դա ամեն օր, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց մինչ Արմենը հաղթում էր իր պայքարը կորպորատիվ աշխարհում, մեկ այլ փոթորիկ էր ձևավորվում։ Էդուարդն ու Նունեն, հուսահատված կատաղած իրենց կորուստներից, որոշել էին վերջին ռիսկային քայլը։ Նրանք չէին կարող օրինականորեն ստանալ Հասմիկի ժառանգությունը, բայց բացահայտել էին մի բան, որը կարծում էին, թե կարող են օգտագործել որպես լծակ։ Իրենց հետաքննությունների համայնքի մարդկանց հետ զրույցների միջոցով բացահայտել էին, որ Անին երբեք պատշաճ կերպով չէր գրանցվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, կար միայն հիմնական ծննդյան վկայական, բայց մի քանի կարևոր փաստաթղթեր բացակայում էին կամ սխալ էին։ Նրանք դիմեցին մի անբարեխիղճ փաստաբանի, որն ասաց նրանց, որ տեխնիկապես լինելով Էդուարդը Անիի կենսաբանական հորեղբայրը, նա կարող է խնամակալության դիմում ներկայացնել, պնդելով, որ Հասմիկը պատշաճ պայմաններ չունի երեխային մեծացնելու համար։ Կարող չէր, որ Ռուբենը, հայրը, լքել էր ընտանիքը, կամ որ Էդուարդը երբեք որե հետակ լքրություն չէր ցուցաբերել Անիի նկատմամբ մինչ ժառանգության հայտնվելը։ Կերծանրաբեռնված բացերով լի դատական համակարգում երբեմն անհեթեթությունը ծաղկում էր։ Նրանք խնամակալության դիմում ներկայացրին շրջանային դատարան, պնդելով, որ Հասմիկը խոցելի վիճակում է, որ լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, որ ապրում է անհայտ տղամարդու ազդեցության տակ, որ Անին վտանգի տակ է։ Նրանք կեղծ վկաներ գտան, որոնք երդվեցին, թե տեսել են անպատշաճ իրավիճակներ, ստեղծեցին մի գործ, որը թղթի վրա թվում էր, թե հիմք ունի։ Երբ ծանուցումը հասավ Հասմիկին, նա լիակատար խուճապի մատնվեց։ Անին կորցնելու գաղափարը, իր կյանքի իմաստը, միակ բանը, որը կարող էր իր կյանքում, ավելի սարսափելի էր, քան որե այլ բան, որի հետ նա երբե բախվել էր։ Նա հուսահատ լաց լինելով զանգահարեց Արմենին, հազիվ կարողանալով կապակցված նախադասություններ կազմել։ Նա նիստի մեջ էր, երբ ստացավ զանգը, բայց անմիջապես դուրս եկավ ուղիղ գնաց նրա տուն։ Երբ հասավ, գտավ Հասմիկին փոքրիկ սենյակի հատակին, բռնած ծանուցման թղթերը անվերահսկելիորեն դողալով։ Անին նրա կողքին էր։ Վախեցած ու շփոթված, փորձում էր մխիթարել մորը, բայց չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Արմենը ծնկի իջավ նրանց կողքին, վերցրեց փաստաթղթերը ու շադիր կարդաց ամեն ինչ։ Այն կատաղությունը, որը նա զգաց, տարբերվում էր այն ամենից, ինչ նա զգացել էր նախկինում։ Դա բիզնեսի սառը, հաշվարկված զայրույթը չէր, դա ինչ-որ նախնական, ներքին բան էր, մեկի կատաղությունը, ով տեսնում էր, թե ինչպես են իր սիրելիներին հարձակվում ամենադաժան ծով։ Նա ասաց Հասմիկին, որ դա չի պատահի, որ ինքը երկինքն ու երկիրը կշրջի, երաշխավորելու համար, որ Անին մնա այնտեղ, որտեղ իր տեղն է, մոր հետ։ Նա անմիջապես զանգահարեց տիկին Բելլա Մելիքյանին, որը մոբիլիզացրեց իր ամբողջ թիմին, գործի վրա աշխատելու համար։ Բայց Բելլան ազնիվ էր։ Ասաց, որ թե Էդուարդի գործը թույլ է հիմնված ստերի վրա, դատական համակարգն անկանխատեսելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անչափահասների խնամակալության հարցերին։ Կլինի դատական նիստ, դատավորը կորոշի, մինչ այդ իրական ռիսկեր կան։ Արմենը չէր ընդունի ռիսկի դիմելը։ Նա որոշեց, որ ժամանակն է անել մի բան, որը շաբաթներ շարունակ դիտարկում էր, բայց առաջարկելու քաջություն չէր ունեցել։ Նա Հասմիկին առանձին զրույցի կանչեց, խնդրեց մի վստահելի հարանի մի քանի ժամով հոգ տանել Անիի մասին, Հասմիկին տարավ մի հանգիստ սրճարան, համայնքից հեռու, որտեղ կարող էին խոսել առանց ընդհատումների։ Նստած իրար դիմաց, Արմենը բռնեց Հասմիկի ձեռքերը, ասաց, որ առաջարկ ունի անելու, բայց որ պետք է նա լսի ամեն ինչ նախքան պատասխանելը։ Նա ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում իր կյանքը փոխվել է այնպիսի ձևով, որոնք երբեք չէր պատկերացնի։ Ասաց, որ Անին վերադարձրել է մի ուրախություն նպատակ, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Ասաց, որ Հասմիկը իրեն ցույց է տվել, թե ինչ է նշանակում իրական ուժ, իրական արժանապատվություն, իրակ
Ան սեր։ Ասաց, որ երբ նրանց հետ է իրեն լիարժեք է զգում մի ձով, որը երբեք չէր զգացել իր բոլոր հարստության ու հաջողության տարիներին։ Այնուհետ նա ասաց, որ ուզում է ամուսնության առաջարկ անել։ Ոչ թե հարմարավետության համար, ոչ միայն անին խնամակալության գործընթացից պաշտպանելու համար, թե դա ակնհայտ օգուտ էր, այլ որովհետև նա սիրահարվել էր իր կյանքում առաջին անգամ իրական խորը ձով, իր դիմաց նստած այդ անհավանական կնոջը։ Ասաց, որ գիտի, որ նրանք գալիս են տարբեր աշխարհներից, որ կան գործնական զգացմունքային խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն, բայց նա գիտի, որ այն, ինչ զգում են, անկեղծ է արժե դրա համար պայքարել։ Հասմիկը երկար պահ լուռ մնաց։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, մինչ նա մարսում էր այն, ինչ հենց նոր լսել էր։ Նա ասաց, որ ինքը նույնպես սիրահարվել է նրան, որ փորձել է ժխտել, որ կարծել է, թե դա անհնար է, որ իր նման մեկը երբեք չի կարող պատկանել նրա աշխարհին։ Ասաց, որ վախենում է բավարար չլինելուց, որ մի օր նա կարթնանա կհասկանա, որ սխալ է գործել, որ անին կտուժի, եթե ամեն ինչ լավ չընթանա։ Արմենն ասաց, որ հասկանում է այդ բոլոր վախերը, որ ինքը նույնպես դրանք ունի, բայց վերջին շաբաթների ընթացքում մի կարևոր բան է սովորել, որ կյանքը չափազանց կարճ է, վախով ապրելու համար, որ ամենամեծ զղջումները գալիս են ոչ թե այն բաներից, որոնք անում ենք, այլ նրանցից, որոնք չենք անում։ Ասաց, որ այո, մարտահրավերներ կլինեն, որ մարդիկ կդատեն, որ պետք է սովորեն նավարկել տարբեր աշխարհներում, բայց դա կանեն միասին, որպես իրական ընտանիք։ Հասմիկը խորը նայեց նրա աչքերի մեջ, տեսավ բացարձակ անկեղծություն։ Տեսավ մի մարդու, որը փոխվել էր, որն ընտրել էր մարդկայնությունը հարմարավետության փոխարեն, սերը միայնության։ Եվ նա ասաց. այո։ Այո ասաց ամուսնությանը, այո միասին կյանք կառուցելուն, այո քաջությամբ ու միասնությամբ դիմակայելու այն ամենին, ինչ կգա։ Նրանք գրկախառնվեցին այնտեղ, այդ պարզ սրճարանում, երկու մարդ, բոլորովին տարբեր աշխարհներից, բայց կապված մի բանով, որն ավելի ուժեղ էր, քան ցանկացած սոցիալական կամ տնտեսական տարբերություն կարող էր բաժանել։ Առաջիկա ամուսնության լուրը լիովին փոխեց խնամակալության գործի իրավական դինամիկան։ Բելլա Մելիքյանն անմիջապես տեղեկացրեց պատասխանատու դատավորին, որ Հասմիկը պատրաստվում է ամուսնանալ Արմեն Կարապետյանի, Երանի ամենահարգված գործարարներից մեկի հետ, որ ընտանիքը կունենա լիակատար ֆինանսական կայունություն, որ Էդուարդին ունեի բարձրացրած բոլոր մտահոգությունները լիովին անվավեր կդառնան։ Ավելին, նա ներկայացրեց նրանց կողմից ժառանգությունը խարդախելու նախկին փորձերի բոլոր ապացույցները, նրանց քրեական անցյալը, խնամակալության ձգտելու նրանց ակնհայտ ֆինանսական դրդապատճառները։ Դատական նիստին, որը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, հակադրությունն ապշեցուցիչ էր։ Մի կողմից, Էդուարդն ու Նունեն իրենց էժանագին փաստաբանի հետ փորձում էին պահպանել մի կեղծիք, որը փլուզվում էր։ Մյուս կողմից, Հասմիկը Արմենի կողքին, ներկայացված նահանգի լավագույն փաստաբաններից մեկի կողմից, անթերի փաստաթղթերով, որոնք ապացուցում էին, որ անին գտնվում է սիրող, անվտանգ կայուն միջավայրում։ Կեղծ վկաները, որոնց Էդուարդը հավաքագրել էր, հակասում էին իրար հարցաքննության ժամանակ, դահլիճում բոլորի համար պարզ դարձավ, որ դա վնաս պատճառելու հուսահատ չարամիտ փորձ էր։ Դատավորը, 60 տարեկան փորձառու կին, որն իր կարիերայի տարիներին ամեն ինչ տեսել էր, նույնիսկ 15 րոպե խորհրդակցություն չանցկացրեց։ Նա ոչ միայն լիովին մերժեց Էդուարդի խնամակալության դիմումը, այլ հրամայեց, որ նա Նունեն վճարեն գործընթացի բոլոր ծախսերը, որ նրանց նկատմամբ հետաքննություն սկսվի դատավարական խարդախության փորձի համար։ Նա իր բանավոր որոշման մեջ ընդգծեց, որ զայրացուցիչ է տեսնել, թե ինչպես են մարդիկ օգտագործում անչափահասների պաշտպանության համակարգն անձնական ֆինանսական նպատակներով, որ հույս ունի, որ նրանք կբախվեն իրենց արարքների բոլոր իրավական հետանքներին։ Երբ դուրս եկան դատարանից, Հասմիկն այնքան ուժեղ գրկեց Անիին, որ աղջիկը բողոքեց, թե չի կարողանում շնչել, բայց ծիծաղում էր դա ասելիս։ Արմենը դիտում էր երկուսին, իր նոր ընտանիքին, զգաց մի խաղաղություն, որը երբեք չէր ճանաչել։ Պայքարը հաղթված էր։ Էդուարդն ու Նունեն վերջապես վերջնականապես պարտվել էին, նրանց շահագործման փորձերը բացահայտված պատժվ։ Հասմիկի ժառանգությունն ապահով էր, Անի նկատմամբ նրա խնամակալությունը երաշխավորված, նրանց բոլորի համար նոր գլուխ էր սկսվում։ Հարսանիքը տեղի ունեցավ 1 ամիս անց փոքր, բայց գեղեցիկ արարողությամբ մի այգում, որը Արմենն ուներ Երանի մերձակայքում գտնվող իր կալվածքում։ Հարյուրավոր հյուրեր չկային, ավելորդ շքեղություն չկար։
Ներկա էին միայն այն մարդիկ, որոնք իսկապես կարող էին։ Մարսելը Արմենի մի քանի հավատարիմ աշխատակիցներ, որոնք տարիների ընթացքում ընկերներ էին դարձել, Հասմիկի մի քանի հարաններ, որոնք նրա կողքին էին մնացել լուրերի ընթացքում, տիկին Բելլա Մելիքյանը, որը դարձել էր ավելին, քան փաստաբան, այլ իսկական ընկեր, ամենակարևորը Անին, հագած սպիտակ զգեստ, որը Արմենը հատուկ պատվիրել էր նրա համար, կրելով մատանիները մի ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ այգին։ Երբ Արմենն ու Հասմիկը փոխանակեցին իրենց ուխտերը, ոչ մի բան բեմադրված կամ արհեստական չէր։ Դրանք սրտից բխող խոսքեր էին, գործընկերության, հարգանքի, սիրո պարտավորության խոստումներ, միասին դիմակայելու այն ամենին, ինչ կյանքը կբերի։ Երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, ծափահարություններն անկեղծ էին, ուրախության արցունքները՝ առատ։ Անին վազեց գրկելու նրանց, երեքը կանգնած մնացին այնտեղ, մի ընտանիք, որը ծնվել էր ոչ թե արյունից, այլ գիտակցված ընտրություններից անկեղծ սիրուց։ Հաջորդած ամիսները բերեցին հարմարվողականություն դասեր։ Հասմիկը պետք է սովորեր բոլորովին այլ ապրելակերպի, սովորեր նավարկել հասարակական միջոցառումներում, որտեղ նախկինում մտել էր միայն որպես աշխատող, գործ ունենալ այն մարդկանց հայացքների մեկնաբանությունների հետ, որոնք կասկածում էին, թե արդյոք նա Արմենի հետ է փողի համար։ Արմենը պետք է սովորեր լինել ավելի ներկա զգացմունքային առումով, կիսել ոչ միայն ռեսուրսներ, այլ խոցելիություններ, լինել հայր Անի համար այնպիսի ձերով, որոնք շատ ավելի հեռու էին գնում, քան նյութապես ապահովելը։ Անին ծաղկեց այնպիսի ձերով, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Ընդունվելով հիանալի մասնավոր դպրոց, նա բացահայտվեց որպես ակադեմիականորեն փայլուն, բայց երբեք չկորցրեց այն կարեկցանքն ու բարությունը, որոնք բնորոշել էին նրան ի սկզբանե։ Նա դարձավ դպրոցի այլ երեխաների պաշտպանը, որոնք գալիս էին ավելի համեստ ծագումից, օգտագործելով իր սեփական պատմությունը, կամուրջներ ստեղծելու տարբեր սոցիալական աշխարհների մեջ։ Նա Արմենին անվանում էր հայրիկ, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը հրամայել էր, այլ որովհետև այդպես էր զգում, ամեն անգամ, երբ նա լսում էր այդ բառը, զգում էր, թե ինչպես է իր սիրտը մի փոքր ավելի ընդարձակվում։ Արմենը փոխեց իր մոտեցումը բիզնեսին։ Նա շարունակում էր հաջողակ լինել, բայց սկսեց օգտագործել իր հարստությունն ու ազդեցությունն ավելի նշանակալի ձևով։ Ստեղծեց կրթաթոշակային ծրագիր տնային աշխատողների երեխաների համար, ներդրումներ կատարեց հարավային գոտու աշխատող կանանց կոոպերատիվներում, ֆինանսավորեց առողջապահական կլինիկաներ կարիքավոր համայնքներում։ Նա վերջապես հասկացավ, որ իրական հաջողությունը չափվում է ոչ միայն բանկային հաշվի զրոներով, այլ այն դրական ազդեցությամբ, որը թողնում ես աշխարհում։ Հասմիկը նույնպես գտավ իր նպատակը։ Ժառանգությունը վերջնականապես լուծվելուց ֆինանսական անվտանգությունը երաշխավորվելով։ Ուց հետո նա որոշեց օգտագործել իր փորձը, օգնելու այլ կանանց։ Ստեղծեց մի կազմակերպություն, որն առաջարկում էր մասնագիտական վերապատրաստում տնային աշխատողների համար, օգնելով նրանց հասկանալ իրենց իրավունքները, բանակցել ավելի լավ աշխատավարձերի շուրջ, նույնիսկ ձեռնարկատիրությամբ զբաղվել, եթե ցանկանային։ Նա դարձավ հարգված ձայն համայնքում, մեկը, ով հաղթահարել էր անհավանական դժվարություններ, օգտագործում էր իր պատմությունը, ոգեշնչելու հզորացնելու ուրիշներին։ Ինչ վերաբերում է Էդուարդին Նունեին, նրանք բախվեցին իրենց արարքների հետանքներին։ Նրանց դատի տվեցին ոչ միայն Հասմիկը, այլ մարդիկ, որոնք բացահայտեցին, որ դարձել են նրանց նախկին սխեմաների զոհերը։ Էդուարդը ի վերջո պատիժ կրեց խարդախության համար, իսկ Նունեն կորցրեց մի շարք արտարային գործունեություն իրականացնելու իր լիցենզիան։ Բայց իրավական պատիժներից ավելին, նրանք կորցրին շատ ավելի արժեքավոր մի բան՝ անհավանական ընտանիքի կյանքի մաս կազմելու հնարավորությունը, Անիի փոխակերպմանն ու աճին ականատես լինելու հնարավորությունը, այն մարդկանց մոտ լինելու արտոնությունը, որոնք գնահատում էին սերն ու ազնվությունը ագահությունից վեր։ Այն անձրոտ օրվանից 5 տարի անց, երբ մի փոքրիկ աղջիկ գրեթե սայթաքելով մտավ թանկարժեք հագուստի խանութ, Արմենը նստած էր մի այգում, դիտելով Անիին, այժմ 10 տարեկան, որը խաղում էր այլ երեխաների հետ։ Նրա կողքին Հասմիկն էր, ձեռքը բռնած նրա ձեռքին, նրանց միջ մի մանկասայլակ էր, որտեղ քնած էր Մաթոսը, նրանց համատեղ որդին, մի կենդանի կամուրջ այն աշխարհների մեջ, որոնք միավորվել էին նրանց միջոցով։ Արմենը մտածում էր, թե որքան դատարկ էր իր կյանքը մինչ այդ հանդիպումը, թե ինչպես էր շփոթել հաջողությունը երջանկության հետ, հարստությունը նպատակի։ Մտածում էր, թե ինչպես է վախեցած երեխային օգնելու պարզ որոշումը բացարձակապես ամեն ինչ փոխել։ Նա չէր փրկել Անիին այդ անձրոտ օրը, այլ նա էր, որ փրկել էր իրեն, վերադարձնելով իր մարդկայնությունը, ցույց տալով, որ աշխարհի ամենամեծ շքեղությունը փողը կամ իշխանությունը չէ, այլ սերը, ընտանիքը, անկեղծ կապերը։ Հասմիկը սեղմեց նրա ձեռքը ժպտաց, այն ժպիտը, որը դեռ ստիպում էր նրա սիրտը։
Արագանալ։ Նա ասաց, որ երջանիկ է, իսկապես խորապես երջանիկ, մի ձով, որը երբեք չէր պատկերացնում, որ հնարավոր է։ Ասաց, որ երբեմն դեռ արթնանում է կարծելով, թե ամեն ինչ երազ է, որ պետք է վերադառնա ուրիշի տները մաքրելու անհանգստանալու իրականությանը, թե արդյոք ամսվա վերջում ուտելիք գնելու փող կունենա։ Բայց հետո շուրջն էր նայում, տեսնում Անին ծաղկելիս, տեսնում Մաթոսին մեծանալիս, տեսնում Արմենին իր կողքին, հասկանում, որ դա իր իրական կյանքն է, որ նրանք արժանի են այդ երջանկությանը այնքան, որքան ցանկացած մարդ։ Արմենը համբուրեց նրա ճակատը ասաց, որ նրանք կառուցել են մի հազվագյուտ թանկարժեք բան, ընտանիք, հիմնված ընտրության, սիրո փոխադարձ հարգանքի վրա։ Ասաց, որ ապագայում մարտահրավերներ կլինեն, որ կյանքը երբեք կատարյալ չէ, բայց որ նրանք ամեն ինչ միասին կհաղթահարեն, ինչպես միշտ արել են։ Եվ մինչ նա դիտում էր Անին այգում վազելիս, լսելով նրա ուրախ ծիծաղը, որը հնչում էր օդում, նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ այն անձրոտ օրը, երբ որոշեց օգնել մոլորված երեխային, պարզապես նրան անտեսելու փոխ է։ Ռեն, ինչպես շատերը կանեին, եղել է իր ողջ կյանքի ամենակարևոր օրը։ Որովհետև երբեմն փոթորիկների դժվարությունների մեջ մենք գտնում ենք ոչ միայն ապաստան, այլ մեր իսկական տունը։ Եվ երբեմն ամենաուժեղ ընտանիքները ոչ թե նրանք են, որոնցում ծնվել ենք, այլ նրանք, որոնք մենք ընտրում ենք կառուցել սիրով, քաջությամբ մակերեսային տարբերություններից այն կողմ տեսնելու պատրաստակամությամբ, գտնելու համար այն ընդհանուր մարդկայնությունը, որը միավորում է մեզ բոլորիս։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Հասմիկի, Անիի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք այս փոխակերպման, քաջության իսկական սիրո ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ հիշեցնում են անտարբերության փոխարեն կարեկցանք ընտրելու կարողության մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում ավելի շատ պատմություններով, որոնք փառաբանում են սիրո մարդկային արժանապատվության ուժը։